մենք պիտի հետևողականորեն իրացնենք ռեֆորմի հիմքում դրված սկզբունքները։ Վիզաների ազատականացումը կարելի է ասել քայլ ընդառաջ է Եվրոպական միության անդամակցությանը։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ 2-3 տարվա կտրվածքով պետք է ամբողջովին ավարտած լինենք այն բոլոր միջոցառումների կատարումը, որոնք նախատեսված են։ Ոստիկանության գվարդիան հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու ուղիղ պարտականություն այո չունի, բայց ունի աջակցության պարտականություն։ Ծառայողական քննությունները համակարգի ներսում են, չէ՞ տեղի ունենում։ Ինչպես եք անում, որ անաչառությունը ապահովվի։ Դուք կարող եք տեսնել, թե որքան կարգապահական պատասխանատվության են ենթարկվել մեր ծառայողները, ընդ որում տարբեր տրամաբանությամբ մեր աշխատակիցներին քաջ հայտնի մեղմից մինչև ավելի խիստ կարգապահական պատասխանատվության եղանակներ։ Մտածողության փոփոխություն եթե չունեցանք, պատկերում կարելի ասել ոչինչ չի փոխվելու։ Շատ են այնպիսի դրվագները, երբ որ մենք մտածում ենք կողքի աչքով, որ հաստատ այստեղ հանցագործության դրվագ կա, բայց իրականում հանցագործություն չկա։ Տամպոնի շրջանառությունից չենք հանել այն չափ, այն թվով զենք եւ զինամթերք, որը որ կա մեր օպերատիվ ընդհանուր տեսադաշտում։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է։ Տիկին նախարար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին նախարար, օրեր առաջ Հայաստանում էր ԵՄ-ի ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները։ Կարող եք մանրամասնել ինչ փուլում են հիմա ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները։ Նախ նշեմ, որ պարոն Բրուները առաջին հանձնակատարն է այս ոլորտի, ով այցելություն է կատարել Հայաստանի Հանրապետություն, եւ նաեւ փաստեմ, որ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում մենք ռեկորդային արագ ժամանակահատվածում ենք ստացել գործողությունների ծրագիրը, հաշվարկված երկխոսության մեկնարկից, եւ սա կարծում եմ երկկողմ կամքի հանձնառության մասին է խոսում եւ նաեւ քաղաքական ազդակ է նաեւ Հայաստանի Հանրապետությանը ուղղված։ Նշեմ, որ պարոն Բրուների հետ մանրամասն քննարկել ենք նաև մեր այս պայծրությամբ ունեցած առաջընթացը, բոլոր ոլորտներով ուր ենք հասել եւ դեռևս ինչ խնդիրներ կան, որոնք որ պիտի հասցեագրվեն։ Եվ նշեմ, որ եվրոպացի գործընկերս ինքը եւս արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունը զգալի առաջընթաց ունի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման տեսանկյունից եւ մենք ինչ քայլեր ենք արել։ Տեսեք, ոլորտային առումով բնականաբար բազմապիսի ոլորտների մասին ենք խոսում գործողությունների ծրագրի տեսանկյունից։ Առաջինը եւ հենց նախարարության մանդատի ներքո գտնվողը, թերևս միգրացիայի ոլորտն է, ապաստանի հարցերը հիմնականում եւ նաեւ անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված թեմաներն են։ Այս ոլորտում մենք ներդրել ենք կենսաչափական համակարգի հետ կապված ինստիտուցիոնալ նոր լուծումներ, որոնք արդեն 2026 թվականի աշնանը հասանելի կլինեն մեր քաղաքացիներին եւ մենք կկարողանանք արդեն թողարկել նոր ոլորտի, նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր։ Բնականաբար, երբ որ մենք խոսում ենք ընդհանրապես համակարգի ներդրման մասին, թվում է, թե այ շատ հեշտ ու հանգիստ այս ոլորտը միանգամից զարգացում է ապրում, բայց մենք երկուստե գնահատել ենք գաղափարից մինչև իմպլեմենտացման այս փուլն ընկած ժամանակահատվածը եւ պիտի փաստեն, որ մենք ոլորտային բավական մեծ ուսումնասիրություններ ենք իրականացրել, որպեսզի հասկանանք, թե կենսաչափական նոր փաստաթուղթ ասելով մենք ինչպիսի պրոդուկտ ենք առաջարկելու մեր քաղաքացիներին եւ ինչպիսի նաեւ արտոնություններ այս փաստաթուղթը կարող է տալ մեր քաղաքացիներին։ Օրինակ, ինչով է տարբերվում կենսաչափական անձնագիրը սովորականից։ Տեսեք, նախ տվյալների հավաքագրման տարբերություն ունի, որովհետեւ կենսաչափական տվյալները եւս հավաքագրվում են այս դեպքում եւ անվտանգային ավելի բարձր երաշխիքներ է տալիս այս դեպքում անձնագրի սեփականատիրոջը, վստահություն է տալիս նաեւ այլ պետություններին, երբ որ հարաբերակցվում են մեր կողմից թողարկվող անձնագրերի հետ, այս դեպքում բնականաբար անձինք վստահ են, սահմանապահները վստահ են, որ գործ ունեն անվտանգային բարձր երաշխիքներ ունեցող կենսաչափական փաստաթղթի հետ եւ նշեմ, որ մենք 2026 թվականի աշտանը, երբ որ արդեն կթողարկենք այս փաստաթղթերը, լրացուցիչ երաշխիքներ, այսինքն լրացուցիչ ավելի դրական մոտիվներ հաղորդելու տրամաբանության մեջ նաեւ սահմանային կառավարման շրջանակներում e-gate համակարգն ենք ուզում ներդնել, որպեսզի մեր քաղաքացիները անհպում, նաեւ չտեսնելով որևէ սահմանապահի կարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն եւ նաեւ ելք ունենալ։ Այդ դրսում տարբեր երկրների օրինակներով տեսնում ենք, որ ընդհանրապես անձնագրի, այսպես ասեմ, սկանավորման տրամաբանության մեջ կարողանում ենք ուղղակի մուտք գործել կամ ելք անել տվյալ հատվածից եւ սա կարծում եմ արժանապատիվ ճամփորդության նաեւ մասին է վկայում, որ նաեւ վստահություն կա քո երկրի թողարկած փաստաթղթերի նկատմամբ եւ պետությունները թույլ են տալիս այս ռեժիմով քո քաղաքացուն մուտք եւ ելք իրականացնել։ Սա կարծում եմ դրական ազդակ կլինի նաեւ մեր քաղաքացիների համար, որովհետեւ տարբեր ժամանակահատվածներում ավիացիոն նաեւ տարբեր շարժեր է նկատի ունենալու
ունենալով հերթերի մասին եւս խոսակցություն բավական ակտիվ վարվում է եւ մեր քաղաքացիները կունենան նաեւ հնարավորություն արդեն e-gate համակարգով խուսափել այդ հերթերից եւ անցնել սահմանային կառավարման կետերով։ Նշեմ, որ կենսաչափական մեր նոր փաստաթղթերը միայն բովանդակային առումով զուտ նոր փաստաթղթեր չեն, ինչու, որովհետև անվտանգային նաև լուրջ երաշխիքներ ենք նախատեսել այս տեսանկյունից, որպեսզի անձի ինքնության կեղծման հետ կապված չեզոքացնենք բոլոր հնարավոր ռիսկերը, կամ եթե այդպիսի դեպքեր ունենանք, դրանք լինեն ակնհայտ, տեսանելի, շոշափելի եւ մենք կարողանանք միանգամից բացահայտել այդ իրավիճակները։ Անվտանգության տեսանկյունից սա չափազանց կարևոր նվաճում է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև առաջին հերթին դու որպես պետություն պիտի վստահ լինես, որ թողարկում ես այնպիսի փաստաթուղթ, որը կեղծել հնարավոր չէ, կամ ցանկացած կեղծիքի դեպքում դա շատ հեշտ բացահայտելի իրավիճակ է եւ քեզ որպես պետություն վստահություն է նաեւ ներշնչում այս իրավիճակը։ Մյուս կողմից նաեւ մեր քաղաքացիներն են վստահ լինում, որ իրենց ինքնությունը հնարավոր չէ կեղծել, իսկ կեղծիքի դեպքում դրանք կլինեն հեշտ բացահայտելի։ Սա շատ կարևոր, ֆունդամենտալ փոփոխություն է ընդհանուր վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում, որովհետեւ սա հիմնաքարային ռեֆորմ է որպես այդպիսին, որովհետեւ ինչ ռեֆորմի մասին էլ որ դու խոսես որպես պետություն, միևնույն է գալիս ես դեպի անձը, դեպի անձի տվյալները, եւ եթե որպես պետություն դու չես կարողանում այնպիսի համակարգ ձևավորել, որը որ քեզ թույլ կտա վստահ լինել, որ տվյալներն իդենտիկ են, տվյալներն անվտանգ են, շատ դժվար է խոսել տարբեր ոլորտային բարեփոխումների մասին։ Եվ նաեւ եթե նաեւ դուրս են գալիս ընդհանուր վիզաների ազատականացման տրամաբանությունից եւ խոսում ենք ներպետական ռեֆորմների մասին, տեսեք տարբեր ռեֆորմներ են անում հայտարարագրման ոլորտ, առողջության համընդհանուր ապահովագրություն եւ այսպես շարունակ ամբողջի հենքը անձի ինքնությանը վերաբերող տվյալներն են, բնակչության պետական ռեգիստրն է եւ այս առումով կարեւոր է, որ մենք հենց այս հենակարային, հենասյունային ուղղությունը ռեֆորմի ենթարկենք, որպեսզի հետագայում շատ ավելի հեշտ լինի այլ ոլորտային փոփոխությունների իրականացումը։ Սա առաջին բլոկն է, երկրորդ կարևոր բլոկը բնականաբար սահմանների համալիր կառավարումն է, որտեղ որ մեծ անելիք ունենք դեռ եւ ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերների հետ պլանավորել ենք ռազմավարական նոր մոտեցումներ, որոնք թույլ կտան 180 աստիճանով վերափոխել այս ոլորտը, ընդ որում ինչի մասին է խոսքը։ Շատ հաճախ մեր ընկալումներում սահմանների համալիր կառավարումը ընկալում է որպես զուտ Հայաստանի Հանրապետություն մուտք գործել եւ ելք իրականացնել, բայց իրական աշխարհում մենք պիտի իդենտիֆիկացնենք անձին, հասկանանք թե Հայաստանի Հանրապետությունը ինչու է որպես վերջնագետ ընտրվել տվյալ անձի համար, այսինքն ինչ նպատակով են Հայաստանի Հանրապետությունը նախընտրում կամ անվտանգության տեսանկյունից ինչպիսի ռիսկեր կան, որոնք որ պիտի կառավարվեն եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք պիտի ճանաչենք Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց եւ նաեւ մեծ տվյալների հետ աշխատելով միգրացիոն տարբեր հոսքերը կարողանանք նույնականացնել եւ ըստ այդմ ճիշտ քաղաքականություն վարել։ Սա թույլ կտա հենց այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել, բնականաբար ոլորտները եւս էլի կան այս տեսանկյունից։ Հիմա այս համատեքստում խնդիր է, որ օրինակ մենք ունենք փակ սահմաններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, կամ որ Թուրքիայի սահմանը մեր պետության սահմանապահները չեն վերահսկում։ Տեսեք, վիզաների ազատականացման երկխոսության տրամաբանության մեջ, երբ որ նաև դիտենք նայենք գործողությունների ծրագիրը, կնկատեք, որ սահմանների համալիր կառավարման տրամաբանությունը ենթադրում է նաև Հայաստանի Հանրապետության ամբողջական կառավարում սահմանների եւ այն բոլոր էլեմենտները, որոնք այս կամ այն կերպ կարող են առնչվել այս թեմային, դրանք բնականաբար կարևոր են։ Տեսնում եք նաև սահմանների մասով վերջին զարգացումները Հայաստանի Հանրապետությունում, մենք ստանձնում ենք մեր սահմանների ամբողջական կառավարումը եւ պահպանությունը եւ սրանք շատ տրամաբանական բնականon գործընթացներ են, որոնք կարող են հատվել գործողությունների ծրագրի հետ, բայց կարող են եւ չհատվել, որովհետեւ սա կառավարության հանձնառությունն է այս ուղղությամբ աշխատելու առաջ գնալու եւ զուգահեռ գնացող process-ներ են, որոնք որ կարծում եմ ի նպաստ կլինեն միայն ու միայն։ Հասկանալի, ասել եք, որ մոտ ապագայում առանց վիզայի ԵՄ ճամփորդելը իրատեսական է։ Կարող եք մոտավոր ժամկետ ասել, թե երբ դա կլինի։ Ես միշտ ասում եմ, որ ժամկետ նշելը անշնորհակալ գործ է որպես այդպիսին, բայց եթե նայենք մեր հանձնառությանը, այսինքն թե ես որպես այս ոլորտով հիմնական բանակցող եւ թե նաեւ նախարարությունը որպես ոլորտի հիմնական համակարգող ինչպես ենք պատկերացնում process-ը, մենք մեր արժեվ խնդիր ենք դրել, որ 2-3 տարվա կտրվածքով պետք է ամբողջովին ավարտած լինենք այն բոլոր միջոցառումների կատարումը, որոնք նախատեսված են գործողությունների ծրագրում եւ գաղտնիք չեմ ասում այս տեսանկյունից, որովհետեւ իրականում մենք ունենք այդ հանձնառությունը process-ը ճիշտ ճանապարհով առաջ տանելու եւ նաեւ ինչու եմ ես այս տարիները կոնկրետ մատնանշում, որովհետեւ այնպես
այդպես չէ, որ որևէ ոլորտի բարեփոխում Հայաստանի Հանրապետությունը սկսել է միայն այն պատճառով, որ մենք վիզաների ազատականացման երկխոսություն ենք ուզում մեկնարկել կամ ուզում ենք ունենալ ազատականացված վիզային ռեժիմ։ Ոչ, սրանք կառավարության կողմից, մեր կառավարության կողմից սահմանված ոլորտային բարեփոխումներն են, որոնք որ արդեն իսկ մեկնարկած են եղել նույնիսկ մինչև գործողությունների ծրագրի ստացումը, օրինակ հենց կենսաչափական համակարգի ներդրման process-ը կամ առողջության ապահովագրության թեման կամ սահմանների կառավարման թեման մենք սկսել ենք, այսինքն մտել ենք process-ի մեջ, որոշ ուղղություններով արդեն իսկ ունենք արդյունքներ, որոշ հարցեր շոշափել ենք եւ լուծումներ ենք որոշակի նախատեսել եւ գնալու ենք դրանց իրականացման ճանապարհով։ Եվ սա է նաեւ համոզմունք տալիս ինձ ասելու, որ մենք այո 2-3 տարվա կտրվածքով պատրաստ ենք ամբողջովին ավարտելու գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը։ Այսինքն մենք բարեփոխումները այսպես թե այնպես անում ենք, եթե վիզաների ազատականացումներ կլինի շատ լավ, եթե չէ, այդ բարեփոխումները արված են, էլի արդեն դա է եղել տրամաբանությունը։ Այո, եւ նաեւ այս առումով կարծում եմ պատեհ կլինի մեջբերել նույն վարչապետի խոսքը, երբ որ խոսում ենք նաեւ Եվրոպական միությանը անդամակցության թեմայի մասին, եթե կդառնանք անդամ, այս դեպքում եթե կազատականացվի, շատ լավ մեր քաղաքացիների համար, եւ եթե ոչ, ի վերջո որոշումը չի կայացվի, ապա մենք գոնե թե կունենանք այն բարձր ստանդարտները, մոտարկված ստանդարտները, որոնք կյանքի որակ կփոխեն մեր քաղաքացիների համար։ Բայց այս երկու թեմաները իրականում մի փոքր բովանդակությամբ տարբերվում են եւ վիզաների ազատականացումը կարելի է ասել քայլ ընդառաջ է Եվրոպական միության անդամակցությանը եւ Բրուները, նաեւ եվրոպացի գործընկերս փաստեց, որ եթե այս տեմպը մենք պահպանենք, այսինքն այն տեմպը, որ այս պայծրությամբ ունենք, իրապես իրատեսական է առաջիկա տարիներին ունենալ վիզայի ազատականացման ռեժիմ արդեն Եվրոպական միության հետ։ Դա նաև կոնսենսուսով պետք է լինի, եթե չեմ սխալվում, եթե հասնի արդեն Եվրամիության որոշմանը, այստեղ քաղաքական ինչպիսի տրամադրություններ կան Եվրամիությունում, արդյոք իրենք հակված են վիզաների ազատականացման թույլտվությունը տալու։ Տեսեք, եթե մենք սկսել ենք երկխոսությունը բավական երկար տարիներ բանակցությունից հետո, եթե մենք ստացել ենք ի վերջո ռեկորդային արագ ժամանակահատվածում գործողությունների ծրագիրը, սա արդեն իսկ դրական ազդակի մասին է խոսում, թե ընդհանուր առմամբ Եվրոպական միությունից եկող, որպես մեկ միասնական կառույց, եւ թե նաեւ անդամ պետություններից եկող, որովհետեւ մենք նախորդ տարիներին տարբեր ազդակներ տարբեր պետություններից ստացել ենք, քննարկել ենք մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ ունեն նրանք իրենց սեղանին դրված քննարկման ենթակա, որը որ խոչընդոտում է իրենց տարբեր որոշումներ կայացնելու եւ ի վերջո դրական ազդակ հաղորդելու։ Մենք ընդառաջ ենք գնացել այդ քննարկումներին եւ որոշ հարցեր կան, որոնք որ առանց որևէ լուծման, բացատրման եղանակով, մեկնաբանությունների եղանակով փարատվել են։ Որոշ հարցեր կան, որոնք օբյեկտիվորեն մեր գործընկերները առաջ են քաշել եւ մենք վստահ ենք եղել, որ միևնույն է գործողությունների ծրագրի տրման պայմաններում այդ միջոցառումները նախատեսված են լինելու։ Եվ ունեցել ենք ընդհանուր կոնսենսուս, որ ցանկացած միջոցառում, որը Եվրոպական միության տեսանկյունից կարևոր կլինի ունենալու գործողությունների ծրագրում, մենք դա հանձնառու ենք եղել կատարելու, ավարտելու եւ ունենալու այն ռեալ արդյունքը, որը Եվրոպական միությանը եւ անդամ պետություններին կհետաքրքրի այս տեսանկյունից վերջնական որոշում կայացնելու։ Այնպես որ քաղաքական ազդակը շատ դրական է Եվրոպական միությունից եկող, անդամ պետությունների դեպքում եւս նույն իրավիճակն է, որովհետեւ նաեւ երկկողմ հաղորդակցություն ենք ունենում այս առումով եւ կարծում եմ, որ եթե արդեն ստացել են գործողությունների ծրագիրը, սա արդեն վառ վկայություն է նրա, որ կատարման պայմաններում շատ ավելի իրատեսական կլինի ստանալ առանց վիզայի ռեժիմ։ Ասացիք, որ աշնանից 2026 թվականի կենսաչափական անձնագրերի ներդրման գործընթացը կսկսվի, ինչպես եք անելու, որ հերթեր չառաջանան, որովհետև հիմա էլ ID քարտերը ստանալու անմարդկային հերթեր են 2-3 ամիս պետք է սպասել, ոնց է կառավարելու հերթերը։ Մենք մասնավոր գործընկերոջ հետ շատ լավ գծագրել ենք process-ը եւ նաեւ գործընկերներն էլ են հասկանում, որ քանի որ մենք ունենք նեգատիվ փորձառություն մեր ունեցած հնամաշ համակարգի արդյունքում, որտեղ որ տարիներ շարունակ ընդհանրապես որևէ ներդրում չի կատարվել եւ տրամաբանորեն եկել ենք այս կետին, իրենք ունենալով նեգատիվ փորձառությունը բնականաբար ունեին իրենց առջև դրված խնդիր այս նեգատիվը փոխակերպելու դրական փորձառության։ Սա է նաև պատճառը, որ ես նշում եմ, որ 2026 թվականի աշնանը մենք ունենանք նեգատիվ փորձառության փոխակերպում դրական փորձառության եւ մեր քաղաքացիները կտեսնեն, որ 180 աստիճանով փոփոխված ծառայություն են ստանալու, թե հարմարավետությունը նկատի ունեմ, թե անվտանգությունը նկատի ունեմ, եւ այս առումով մենք նոր հարթակ ենք գործարկելու, որտեղ որ քաղաքացիները մինչեւ գրասենյակ
օրինակ այցելելը, պիտի գրանցվեն այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք կարիք կա ունենալու, դրանք ամբողջը պիտի ճշգրտվի թվային հարթակի միջոցով բացառապես, եւ հետո արդեն գրասենյակ այցելելու պայմաններում ընդամենը րոպեների կտրվածքով կարող են հանձնել կենսաչափական տվյալները, ստանալ ծառայությունը եւ դուրս գալ ուղղակի գրասենյակից։ Իսկ սրա կողքին զուգահեռ իրականության մեջ մենք հիմա ինչ ունենք։ Մարդիկ գալիս են գրասենյակներ, փորձում են հասկանալ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, մի բան պակաս է լինում, մի բան ավել է լինում, հետո նորից ստիպված վերադառնում են տուն, նորից են գրանցվում, նկար եւ այլն, եւ սա հավատացեք պրակտիկորեն մենք կարող ենք նկատել, որ դե ես օրինակ այցելեցի գրասենյակ, ոչինչ էս մի բանը պակաս էր կամ էս մի բանը ավել էր եւ այսպես շարունակ, բայց եթե ժամանակահատվածը հաշվարկենք, կտեսնենք, որ բավական մեծ ժամանակ են մեր քաղաքացիները ծախսում այս ամբողջ process-ը կազմակերպելու տեսանկյունից։ Եվ մենք ուզում ենք այս ժամանակահատվածը, որ կա փաստաթղթերի հավաքման, ճշգրտման տեսանկյունից տեղափոխվել թվային հարթակ։ Տնից օրինակ անձին կարող են նախագրանցվել, հասկանալ ինչի պակաս կա, որ փաստաթղթերն են բացակայում, ապահովեն ամբողջ process-ը շատ ավելի հարմարավետ պայմաններում եւ գրասենյակ այցելելով ընդամենը րոպեների ընթացքում ստանան ծառայությունը եւ դուրս գան արդեն կոնկրետ գրասենյակից։ Ամբողջը պլանավորված է, ընդ որում գործընկերների հետ քննարկել ենք նաեւ այնպիսի իրավիճակը, երբ որ կունենանք օրինակ շատ մեծ պահանջարկ մեր քաղաքացիներից եկող, պատրաստական են նաեւ ժամային կտրվածքով, տարբեր լուծումների կտրվածքով այնպես կառավարել, որ խնդիրներ չունենանք։ Այո, ընդհանուր քննարկել ենք նաև ոչ աշխատանքային օրերի կամ ժամերի ծառայությունների մատուցման հնարավորություն։ Հասկանալի է, նախորդ տարեվերջին ձևավորվեց ոստիկանության գվարդիան եւ քննադատություն կար, որ հայրենիքի պաշտպանության պարտականություն այլևս ոստիկանության գվարդիան չունի։ Ինչու ոստիկանության գվարդիան նման պարտականություն չունի հիմա։ Առաջինը պիտի փաստեմ, որ ոստիկանության գվարդիան հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու ուղիղ պարտականություն այո չունի, բայց ունի աջակցության պարտականություն։ Գիտեք, մենք կարող ենք խոսել տարբեր վեհ գաղափարների մասին, կարող ենք խոսել լավ կառավարման մասին, ինստիտուցիոնալ փոփոխությունների մասին, բայց երբ որ հերթը հասնում է հողի վրա process կազմակերպելուն, մենք այս բոլոր գաղափարները մի կողմ ենք դնում, չգիտես ինչու։ Որովհետև մենք չենք կարող ունենալ պետական մարմին, ով կզուգակցի իր մեջ թե ներքին անվտանգության ֆունկցիան եւ թե արտաքին անվտանգության ֆունկցիան, որովհետև հավատացեք, որ այդ պայմաններում անիրատեսական է լինում կրթել, պատրաստել, վերահսկողություն իրականացնել երկու ոլորտներով էլ, լինելով օրինակ այնպիսի գերատեսչության կազմում, որը որ երկու ֆունկցիայի համար պատասխանատու չէ։ Օրինակ, գտնվելով ներքին գործերի նախարարության կազմում, դու որպես ոստիկանության զորքերի ներկայացուցիչ պատասխանատու ես թե ներքին անվտանգության համար եւ թե նաեւ արտաքին անվտանգության համար։ Այստեղ մենք ունենում ենք երկփեղկվածություն, ինչը վստահաբար հոգուտ չէ ոչ ներքին անվտանգությանը, ոչ արտաքին անվտանգությանը։ Եվ մենք պաշտպանության նախարարության գործընկերների հետ քննարկում ենք, թե ինչպես անենք, որ ոստիկանության գվարդիան առավելագույնս կարողանա սպասարկել պաշտպանության ֆունկցիան։ Ինչպես անենք, որ ելի չմասնակցելով կոնկրետ պաշտպանական ֆունկցիային, բայց կարողանա իր ջանքը ներդնել եւ իր նպաստը բերել պաշտպանության ֆունկցիային եւ մենք առանձնացրել ենք օրենքով մի շարք լիազորություններ, որոնք որ աջակցման ֆունկցիայի տրամաբանության մեջ միևնույն է օժանդակելու են հայրենիքի պաշտպանությանը։ Եվ այս պայծրությամբ մենք կենտրոնացել ենք բացի դրանից հիմնական նաեւ ֆունկցիոնալի վրա, որը հասարակական կարգի եւ անվտանգության ապահովումն է ոստիկանության գվարդիայի կազմում եւ մենք էլ որպես գերատեսչություն խնդիր ունենք մեր առջեւ դրված, որ պիտի այն նաեւ նեգատիվ փորձառությունը փոխակերպենք դրական փորձառության նաեւ ոստիկանության զորքերի տեսանկյունից, որովհետեւ տարիներ շարունակ մենք ոստիկանության զորքերը ընկալել ենք որպես հավաքների ազատության իրավունքի հետ առնչվող ստորաբաժանում կամ չգիտեմ, անհամաչափ ուժ գործադրող որևէ ստորաբաժանման հետ գործ ունենք այս պայմաններում։ Տպավորությունները, ընկալումները այդուհանդերձ տարիներ շարունակ այսպիսինն են եղել։ Եվ ոստիկանության գվարդիայով մենք առաջին հերթին փորձել ենք հստակ ֆունկցիոնալ տարանջատել, որը բարեփոխումների տրամաբանության հետ շատ ներդաշնակ է։ Մյուս կողմից նաև փորձել ենք դետալների մեջ այնչափ խորանալ, որ կարողանանք այս նեգատիվ փորձառությունը դրական փորձառության վերածել։ Հենց անհամաչափ ուժի մասին էլ ուզում էի հարցնել։ Տարիներ շարունակ քննարկումներ են եղել, որն է համարվում անհամաչափ ուժ, դե բնականաբար ցուցարարները կարծում են, որ իրենց նկատմամբ անհամաչափ ուժ է գործադրվել, ոստիկանությունը կարծում է, որ դա համաչափ էր։ Հիմա ոնց լուծենք այս հարցը, ոնց հանրությունը վստահ լինի, որ ցույցերը սպասարկելուց ոստիկանները գործում են օրենքի շրջանակներում, ոչ կիրառում են համաչափ ուժ, այս հարցերը ոնց են լուծվելու։ Իրականում, երբ որ խոսում ենք գնահատողական կատեգորիայի մասին, միշտ կարող են մեր ընկալումները տարբերվել, թե ներգերատեսչական մակարդակում, թե գերատեսչությունից դուրս, եւ ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ մեր խնդիրը հենց սա էր,
բերել այնպիսի օբյեկտիվ ցուցիչ, որը թույլ կտա թե նախարարությանը, թե այս դեպքում տուժողին, հնարավոր ենթադրյալ տուժողին, եւ թե նաեւ օբյեկտիվ անարդար դիտորդին գնահատել եւ հասկանալ, կա որևէ խախտում, թե չկա որևէ խախտում։ Իհարկե, որևէ մեկը չի մտածում տալ այդ պահին պրոֆեսիոնալ գնահատական, որովհետեւ ի վերջո իրավական պետություն լինելով կան կոնկրետ սուբյեկտներ, որոնք կտան իրենց գնահատականները, բայց մեզ համար շատ կարեւոր է, որ նաեւ ընկալումների մակարդակում բերենք հնարավորինս օբյեկտիվ դաշտ այս բոլոր քննարկումները եւ վստահ լինենք, որ մեր քաղաքացիները ընկալում են այն ստանդարտը, որը ներդրված է Հայաստանի Հանրապետությունում եւ կարող են իրենց նաեւ իրավունքների պաշտպանության տեսանկյունից գնահատականներ նաեւ տալ այդ պահին։ Եվ սա էր պատճառը, որ մենք բազմաթիվ քննարկումներից հետո ի վերջո ներքին գործերի նախարարի հրամանի մակարդակում հաստատեցինք ուժային միջոցների գործադրման ստանդարտը, ստանդարտ ընթացակարգային միջոցները, այսպես ձևակերպեմ, որը որ թույլ կտա հենց մեր քաղաքացիներին նաեւ հանրամատչելի տարբերակով հասկանալ, թե երբ որ մենք ասում ենք ուժային միջոցի գործադրում, ինչ նկատի ունենք, ինչն է կարելի եւ ամենակարևորը, ինչը չի կարելի ոստիկանության ծառայողին տվյալ պահին իրականացնել, փորձել ենք ավելի հանրամատչելի տրամաբանության մեջ ունենալ նախարարի հրամանը, որպեսզի մի կողմից մեր ոստիկանները պաշտպանված լինեն եւ վստահ լինեն, որ եթե առաջնորդվում են նախարարի հրամանով, ապա որևէ ձևով չի վիճարկվի կամ չի շահարկվի կամ քննադատության առարկա օբյեկտիվ նկատի ունեմ, չի դառնա իրենց վարքագիծը, մյուս կողմից, եթե մեր քաղաքացին տեսնում է, որ կանոններից շեղում կա, այսինքն նախարարի հրամանին ոչ համապատասխան վարքագիծ կա ոստիկանության ծառայողի կողմից, ապա նաև վստահ է, որ իր իրավունքների պաշտպանությունը կարող է շատ ավելի արդյունավետ ձևով իրականացնել։ Այսինքն մի դեպքում քաղաքացուն ենք պաշտպանում, եթե կա ենթադրյալ խնդիր, մի դեպքում մեր ոստիկանին ենք պաշտպանում, եթե կա նաև իր իրավունքների հետ կապված ոչ օբյեկտիվ շահարկումներ կամ քննադատություն։ Շատ լավ, կոնկրետ օրինակով, եթե նայենք 2024-ի հուլիսին Բաղրամյան պողոտայի հայտնի դեպքերի ժամանակ գործադրվեց Զարյա 3 նռնակը, լուսաձայնային նռնակը, որը այդ ժամանակ գործող առողջապահության նախարարի հրամանով գործարկումը պետք է լիներ միայն բաց տեղանքում, մարդուց առնվազն 2.5 մետր հեռավորության վրա։ Իմ գործընկերներն էլ էին այնտեղ ու այս կանոնները չէր պահպանվել, բայց ամեն դեպքում քննադատություն ոստիկանության հասցեին գործողությունների, կարծես թե չընդունեցիք այդ քննադատությունը, նախարարությունը չընդունեց։ Հիմա եթե հստակ այսպիսի դեպքերին գնահատական չի տրվում, ոնց վստահ լինենք, որ հետագայում այս դեպքերը չեն բացառվի։ Տեսեք, ես չէի ասի, որ նախարարությունը որևէ քննադատություն չընդունեց, որովհետև նույն հանրահայտ դեպքերի մասով մենք ունեցել ենք նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից մշտադիտարկում, ծառայողական քննություն ենք նաեւ ունեցել եւ դրա հիման վրա նաեւ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Երբ որ մենք տարբեր գնահատականներ չենք տալիս դրանից հետո, դա այն պատճառով է, որ արդեն իսկ իրավական այնպիսի գործընթաց է սկսել, նկատի ունեմ քրեական վարույթը, որտեղ քո գնահատականները որպես գերատեսչության ներկայացուցիչ կարող են ուղղորդող նշանակություն ունենալ կամ կարող են ոչ օբյեկտիվ լինել այդ պահին, որովհետև դու ամբողջովին չես տիրապետում քրեական վարույթում իրականացվող գործընթացներին, որովհետև կողմ չես այդ պահին օրինակ հանդիսանում, ես նաև որպես հատկապես նախարար, եւ այս պահին որևէ գնահատական տալը համարում եմ ոչ էթիկապես, ոչ նաև իրավաբանորեն ճիշտ, դա է պատճառը, որ մշտապես հղում եմ կատարում քրեական վարույթին եւ վստահ եմ, որ գործընկերներս քննչական կոմիտեի պատեհ պահին հանդես կգան համապատասխան հայտարարությամբ կամ տարբեր նաև այսպես ասեմ ինֆորմացիա կտրամադրեն մեր հանրությանը հաշվի առնելով քննության արդյունքները։ Եթե կա քննություն, ես քննության մասին որևէ հիշատակում անել չեմ կարող, բայց ինչ կարող եմ անել ես։ Կարող էի անել այն, ինչ արդեն արել ենք, այսինքն նախարարի հրամանի մակարդակում ներդնել ուժային միջոցների գործադրման ստանդարտ, որն այլ հավասար պայմաններում, եթե իրադարձություն վրա հասներ, օրինակ մեր քաղաքացիները հնարավորություն չեն ունենա գնահատելու, դա օբյեկտիվ է, օբյեկտիվ չէ, այդպես են կրթել ոստիկաններին, թե այդպես չեն կրթել եւ այսպես շարունակ։ Բայց հիմա կա ստանդարտ, բոլորիս համար հայտնի այդ ստանդարտը, մեր քաղաքացիները կարող են գնահատել, թե նախ առաջին հերթին ինչպես են վերապատրաստվում ոստիկանները, այսինքն ինչպես ենք մենք սովորեցնում ուժային միջոցի գործադրումը եւ երկրորդ, պրակտիկայում եթե այդպիսի միջոցները գործադրվեն, կա արդյոք ակնհայտության պայմաններում ընդ որում որևէ խախտում, թե չկա։ Մի դեպքում եթե քաղաքացին որոշի գնալ իր իրավունքների պաշտպանության հետևից, վստահ կլինի, որ համադրելի, այսպես ասեմ, կանոն ունի, որի հետ որ համեմատել է ոստիկանության վարքագիծը եւ ըստ այդմ բողոք է ներկայացնում։ Եվ եթե չկա օրինակ կա շահարկում ոստիկանության վարքագծի մասով, ապա մեր ոստիկաններն էլ կլինեն պաշտպանված եւ վստահ կլինեն, որ իրենց վարքագիծը լիովին համապատասխանում է այն նոր կանոններին, որոնք որ նախատեսված են։
Շատ լավ։ Հիմա ծառայողական քննությունները համակարգի ներսում են, չէ՞ տեղի ունենում։ Ինչպես եք անում, որ անաչառությունը ապահովվի։ Այս առումով պիտի նշեմ, որ նախարարության ռեֆորմների մեջ կենտրոնական տեղ ունի նաև հակակշիռների եւ զսպումների ճիշտ քաղաքականություն։ Ինչու եմ սա ասում, որովհետև ի տարբերություն նախարարության ձևավորումից հետո եղած իրավիճակի, մինչ այդ պահը ոստիկանության կազմում էր գործում ոստիկանության կարգապահական խախտումների համար պատասխանատու օղակը։ Նկատի ունեմ այն ժամանակ ներքին անվտանգության վարչությանը։ Այս վարչությունն էր նույն ոստիկանապետի ուղիղ ենթակայության ներքո քննում ոստիկանների վարքագծի հետ կապված տարբեր հարցեր, կամ տալիս էր հաստատում, որ խնդիր կա, կամ տալիս էր բացասական պատասխան, եթե այդ խնդիրը չկար։ Բայց նախարարության ձևավորմամբ մենք այլևս չենք թողել որևէ օղակ ենթակա պետական մարմնի կառուցվածքում, որը պատասխանատու կլինի տվյալ ծառայության ներքին կարգապահության համար, խնդիրների վերհանման կամ գնահատականների համար։ Հիմա նախարարության բուն կազմում է գործում ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը, գործում է նախարարի ուղիղ ենթակայության ներքո, սա եւս չափազանց կարեւոր նշանակություն ունի, ուղիղ ենթակայության ներքո եւ անկախ ծառայությունների տված գնահատականներից վարչությունը ինքն է ինքնուրույն նախաձեռնում process, տալիս օբյեկտիվ գնահատական, հարցը զեկուցում նախարարին կամ պաշտոնի նշանակման համար պատասխանատու այլ սուբյեկտին, օրինակ ոստիկանապետին կամ փրկարար ծառայության տնօրենին կամ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետին։ Եվ ըստ այդմ արդեն օբյեկտիվ անաչառ քննության համար մենք ավելի լավ դիրքավորում ենք ապահովել այս տեսանկյունից համակարգի թե ծառայողների համար եւ թե նաեւ մեր հասարակության համար, որովհետեւ հասարակությունն էլ գիտի, որ ոչ թե այն կոնկրետ մարմինն է քննում եւ process ապահովում, ում ծառայողի հետ կապված հարց է առաջ գալիս, այլ նախարարությունը որպես քաղաքացիական վերահսկողություն իրականացնող ընդհանուր առմամբ կառույց ինքն է քննում իր ենթակա մարմինների աշխատողներից որևէ մեկի վարքագծի հետ կապված հարց եւ տալիս օբյեկտիվ գնահատական։ Եվ ընդ որում, երբ որ ես ասում եմ ավելի օբյեկտիվ գնահատական, դուք սա կարող եք տեսնել փաստերով։ Ուղղակի 4 փաստերով։ Դուք կարող եք տեսնել, թե որքան վարույթ եմ ես ուղարկել գլխավոր դատախազին տարբեր ծառայողական քննության արդյունքներով։ Երբ որ տեսել եմ առերևույթ հանցակազմի տարեր եւ գործը ուղարկել եմ գլխավոր դատախազին, հարուցվել է կոնկրետ քրեական վարույթ, ընդ որում պիտի ասեմ, որ այս տարվա կտրվածքով ավելի շատ են եղել հարուցված վարույթները։ Դուք կարող եք տեսնել, թե որքան կարգապահական պատասխանատվության են ենթարկվել մեր ծառայողները, ընդ որում տարբեր տրամաբանությամբ մեր աշխատակիցներին քաչ հայտնի մեղմից մինչև ավելի խիստ կարգապահական պատասխանատվության եղանակներ։ Եվ այսպես շարունակ։ Այսինքն մենք փորձում ենք իրականում բալանս ապահովել կառույցում։ Այո, բոլորն էլ մեր համակարգի ծառայողներն են, բայց պիտի օբյեկտիվ կարողանանք քննություն ապահովել եւ եթե չկա խախտում, ֆիքսենք օբյեկտիվորեն, որ չկա այդ խախտում։ Եվ մեր աշխատողն էլ պաշտպանված լինի այս մասով։ Եվ եթե կա խախտումը, ֆիքսենք, որ կա խախտումը, եթե կարգապահական պատասխանատվության տրամաբանության մեջ է, հասկանանք ինչպիսի տուժ է նշանակվում, կամ եթե նվազ նշանակություն ունի, ֆիքսենք, որ կա մեղքը, բայց կարգապահական որևէ տուժ չկիրառվի, եւ ավելի ծայրահեղ իրավիճակը, եթե մենք ունենք կոնկրետ հանցագործության առերևույթ դրսևորում, ապա միանշանակ այս վարույթները ընթացքավորվում են եւ հաղորդում է ուղարկվում գլխավոր դատախազին։ Տիկին նախարար, տեսեք, մենք վերջին տարիներին տեսնում ենք բարեփոխումները ոլորտում կատարվող, չգիտեմ, բարեկային ծառայության ներդնումը, որը ընդհանրապես համեմատելու չի նախկինում գործող ճանապարհային ոստիկանության հետ, գվարդիայի մասին նոր խոսեցինք, ոստիկանության, ու այս բոլոր բարեփոխումների ֆոնին մեկ էլ տեսնում ենք, որ ոստիկանությունում մի քաղաքացի բռնության է ենթարկվել ու այս ամբողջ պատկերը փլուզվում է։ Հիմա ոնց անել, որ այս դեպքերը չազդեն ոստիկանության, ավելի կոնկրետ ներքին գործերի նախարարության իմիջի հեղինակության վրա, որովհետև նախ այստեղ քաղաքացու խախտված իրավունքներ կան, առերևույթ խախտված իրավունքներ։ Երկրորդ նաև այս բարեփոխումներն են ստվերվում։ Շատ ճիշտ օրինակով ճիշտ ընկալում եք ներկայացնում, որովհետև շատ հաճախ ներգերատեսչական մակարդակում էլ, երբ որ մենք տարբեր իրադարձություններ ենք ունենում, մենք էլ ենք տարբեր հարթակներում քննարկելով մտածում, որ ամեն դեպքում այդպիսի մտքեր հնչում են քննարկման շրջանակներում, որ մի դեպքը ստվերում է այն ամբողջ ռեֆորմային ընկալումները, որոնք որ կան։ Իհարկե այդպիսի ընկալում էլ իրական աշխարհում գոյություն ունի, որովհետև այո, մեր հանրությունն էլ կարող է այդպես մտածել, մենք էլ տարբեր իրավիճակներում կարող ենք այդպես մտածել, որովհետև որոշ ծայրահեղ դրսևորումներ այո կարող են սինխրոն չլինել ռեֆորմային քաղաքականությանը եւ բերել են նեգատիվ ընկալումը, որը որ մենք չէինք ցանկանա այդ պահին ունենալ հաշվի առնելով այն մեծ աշխատանքը, որը որ կատարվում է նախարարության կողմից։ Բայց իմ պատասխանը մի բառում եթե ամփոփեմ, դա հետևողականությունն է։
Մենք պիտի հետևողականորեն իրացնենք ռեֆորմի հիմքում դրված սկզբունքները։ Եթե մենք որևէ ձևով, որևէ իրավիճակում, այսպես ասենք, երերացինք եւ շեղվեցինք մեր դրած սկզբունքներից, օրինակները կլինեն շատ ավելի շատ, քան դուք այս պայծրությամբ տեսնում եք։ Բայց եթե մենք հետևողականորեն յուրաքանչյուր խախտմանը տալիս ենք ռեակցիա, դա ընթացքավորվում է, դրանք նաև կանխարգելման տրամաբանություն իրենց մեջ ունեն, եւ ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին մենք շատ ավելի ներդաշնակեցված process այս տեսանկյունից կունենանք եւ կկարողանանք իսպար տարբեր դրսեւորումներ վարքագծային առումով բացառել համակարգից։ Իհարկե, առաջադրանքը շատ մարտահրավերային է։ Պիտի ընդունենք, որ ներքին գործերի նախարարության համակարգը 100 կամ 200 կամ նույնիսկ 500 աշխատակցով սահմանափակվող կառույց չէ։ Մեր ազդեցության գոտին շատ մեծ է, հանրապետությունում կարելի ասել ամենամեծ ներկայացվածություն ունեցող կառույցներից ենք, անձնակազմը եւս շատ մեծ թիվ է կազմում, եւ այս տեսանկյունից մտածել, որ դու կարող ես մի օր ինչ որ առաջադրանք տալ ծառայությանը կամ համակարգին եւ այդ առաջադրանքից հետո համակարգը ամբողջովին կվերադասավորվի այդ առաջադրանքի քաղաքականության մեջ եւ կանի նույն մեթոդաբանությամբ ինչ որ ակնկալվում է, դա անիրատեսական ուղղակի ընկալումների դաշտից է եւ մենք ուղղակի ինքնախապեյության ճանապարհով կգնանք այս առումով։ Բայց մենք ինչ ենք ընկալում, որ նախ պիտի ստանդարտը պահենք, այսինքն ոնց ենք պատկերացրել process-ը, ընկալումը պիտի լինի շատ հստակ, աշխատակիցները պիտի գիտակցեն, որ սա է իրենցից պահանջվում։ Այո, իրենք շատ ավելի մեծ ջանք պիտի դնեն, որ հասնեն այն արդյունքին, ինչ որ ակնկալվում է, բայց պիտի այդ ջանքը դրվի, այլ տարբերակ չկա։ Եվ մենք հենց այս պայծրությամբ այդ process-ի մեջ ենք գտնվում։ Ջանքը կա դրված, արդյունքը այո, շատ ուղղություններով դեռևս այն մակարդակի չի հասել, ինչ որ ես օրինակ կհամարեի գոհացուցիչ, որպես կառույցի ղեկավար, բայց մենք հետևողականորեն պիտի գծով գնանք առաջ։ Չի կարելի ունենալ նահանջ ընդհանուր ռեֆորմներից, նույնիսկ եթե կա այնպիսի դրվագ, որը մեր ընկալումներում, մեր քննարկումներում կարող է նեգատիվ քող գցել այն ամբողջ լավ աշխատանքի վրա, այն ամբողջ բարձր ցուցանիշների վրա, որ մենք ունեցել ենք։ Մենք պիտի հետևողականորեն գնանք առաջ, արձագանքենք ցանկացած խնդրի, որ այո, կարող է նմանատիպ process գեներացնել նախարարության նկատմամբ եւ գնանք դրանց լուծումների ճանապարհով։ Տեսեք, նույն արարևույթ բռնության դեպքերը։ Ես առիթ ունեցել եմ շեշտելու, որ նաեւ համոզմունքս է դա փաստական տվյալներով, որ սրանք բացառիկ դեպքեր են մեր համակարգի տեսանկյունից, որովհետեւ շատ դեպքեր, որոնց մասին որ բարձրաձայնվում է, օրինակ նախորդ տարվա կտրվածքով խոսել ենք, որ այ կա արարևույթ խոշտանգման դրվագ, բայց մենք ինչ ենք արել։ Ես հաղորդում եմ ուղարկել գլխավոր դատախազին, նախաձեռնվել է քրեական վարույթ, այսինքն այն ինչ որ այդ պահին պիտի ակնկալվի իրավական պետության ներքին գործերի նախարարի կողմից, ով լսում է նմանատիպ իրավիճակի մասին։ Քրեական վարույթը հետագայում ենթարկում է բնականաբար փորձաքննության, տարբեր process-ների, քննչական գործողությունների, այլ ապացուցողական process-ների եւ այլն, վերջում պարզվում է, որ չկա նմանատիպ իրավիճակ։ Վարույթը կարճվում է, բայց մենք որևէ ձևով հանրային տիրույթում չենք խոսում արդեն իսկ կարճված վարույթի մասին։ Եվ ընկալումը մնում է միայն այն, որի սկզբանե խոսել էինք, որ առերևույթ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման իրավիճակ կա։ Եվ երբ որ ես ասում եմ, որ դեպքերը բացառիկ են, այսպիսի վարույթների հանգուցալուծումն է նաեւ տալիս ինձ այդ համոզմունքը։ 1.8%-ն է դեպքերի հասնում դատարան, 180 միջինում հաղորդում է ներկայացում իրավապահ մարմիններում բռնությունների վերաբերյալ եւ 1.8%-ը հասնում է դատարան, բայց այս թիվը նաեւ խնդրահարույց է համարում մարդու իրավունքների պաշտպանը, ամեն տարի զեկույցներում մենք տեսնում ենք նման արձանագրում։ Դուք այս դեպքերը խնդրահարույց չեք համարում ու տեսեք 1.8%-ը որ հասնում է դատարան։ Պատճառը այն է, որ գործերը կեսից պատշաճ քննության չեն ենթարկվում, թե ձեր ասած օրինակն է, որ ի վերջո չի հաստատվում ոստիկանի մեղավորությունը։ Տեսեք, ես ոչ թե թվային պատկերին կանրադառնայի, որովհետև ասել, որ 180 դեպք կա պայմանական, դրանից միայն 1.8%-ն է հասել դատարան, ուրեմն դա վատ է, մենք չենք կարող այդպիսի գնահատական տալ։ 180-ն էլ պիտի հասներ դատարան, որ մենք ասեինք ամեն ինչ լավ է, մենք պիտի գնանք դեպի բովանդակությունը, որովհետև թվերի հետևում կա կոնկրետ ռեալ իրավիճակ։ Եվ եթե 1.8%-ի դեպքում է, որ փորձաքննությամբ կամ համալրող այլ ապացույցներով հաստատվել է, որ կա բռնություն, ուրեմն դա օբյեկտիվ թիվ է։ Եթե այդպես չի, կամ օրինակ նախաքննության շրջանակներում ունենք դեռևս ինչ որ ձգձգումներ, այո, համաձայն եմ, այդ 1.8-ը կարող է լինել այլ ցուցանիշ, որովհետև նախաքննության մասով ժամկետների հետ կապված որոշակի հարցեր կարող են օրինակ բարձրաձայնել X կամ Y դեպքով։ Այսինքն մենք պիտի գնանք բովանդակությունը, հասկանանք, թե ինչով այդ ցուցանիշը լավը չէ։ Ես միայն թվերը չէի գնահատի եւ չէի ասի, որ 1.8%-ն է եթե հասել դատարան, ուրեմն դա վատ է։
Եկեք կոնկրետ օրինակներով նայենք։ Օրինակ Սամվել Վարդանյանի դեպքը, երբ ոստիկանության ծառայողները նրան մեքենայով տեղափոխում էին եւ ճանապարհին ըստ Սամվել Վարդանյանի ցուցմունքի ճանապարհին կանգնել են, ոստիկանները հեռացել են, նրան ծեծի են ենթարկել, հետո վերադարձել են։ Մենք տեսնում ենք, որ այդ ոստիկանները ըստ մամուլի տեղեկությունների պաշտոնի բարձրացում են ստացել։ Ինչի մասին է սա խոսում, ինչու այս դեպքում ոստիկանության ներքին քննությունը չընթացավ այնպես ինչպես պետք է ընթանար ու այս դեպքը չբացահայտվեց, մարդիկ չիմացան ինչ է իրականում տեղի ունեցել։ Ես պիտի փաստեմ, որ չկա այնպիսի մի իրավիճակ, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ցանկացած այլ դրսևորման շրջանակներում քրեական վարույթով որևէ անձ համակարգում որևէ վարույթով անցնի եւ մեղադրյալ ներգրաված լինի եւ ին պաշտոնավարման ժամանակ ստանա առաջխաղացում։ Չկա ուղղակի Միքայել Գարաքյանը եւ Հրանտ Իսկանդարյանը չեն ստացել Չկա ուղղակի այդպիսի իրավիճակ, որ անձինք լինեն մեղադրյալ եւ այս պայմաններում ունենան առաջխաղացում։ Բայց այս ձեր մատնանշած դեպքի մասով ես վստահ եմ, որ դժոխք կողմը բարձրաձայնում է օրինակ ժամկետների հետ կապված հարցեր, որոնք որ կրկին, քանի որ տեղյակ չեմ բովանդակությունից ընդհանուր առմամբ, չի ցանկանա որևէ գնահատական տալ, բայց այս դեպքը օրինակ կարող է տեղավորվել այնպիսի իրավիճակների մեջ, որ օրինակ անձը կարող է բողոքել ժամկետի երկար լինելուց, այսինքն դեռ դատարան չի հասել գործը կամ չգիտեմ ինչ որ ապացույցների անբավարարությունից կամ օրինակ անձը գտնի որ ապացույցները բավարար են, բայց որևէ մեկը չի անցնում որևէ վարույթով եւ այսպես շարունակ։ Էլի, քանի որ քրեական վարույթ ունենք, ես որևէ ձևով գնահատական տալ չեմ ցանկանա գործին, բայց ընդունում եմ, որ կարող է խնդիր լինել օրինակ ավելի արագ, ավելի արդյունավետ քննության տեսանկյունից եւ այստեղ այո, մեր պետությունը ունի հանձնառություն ոչ միայն այս գործերով, այլ նաեւ առհասարակ ցանկացած քրեական վարույթով շատ ավելի արագ եւ արդյունավետ ապահովելու process-ը եւ կարծում եմ սա այն դաշտն է, որտեղ որ մենք դեռ աշխատանքի մեծ, այսպես ասեմ, հատված ունենք, դաշտ ունենք եւ պիտի հետեւողականորեն գնանք այս խնդիրները լուծելու ճանապարհով։ Տիկին նախարար, հանցավորության մակարդակը երկրում 3.2%-ով նվազել է, բայց նաև մեթոդաբանությունը ըստ թիվը հաշվելու փոխվել է։ Արդյոք եթե հին մեթոդաբանությամբ ենք հաշվում, այս նվազում չի արձանագրվում ու իրական պատկերը եթե նայենք, արդյոք նախորդ տարի այս տարվա 2024-25-ի համեմատ ավելի քիչ, ավելի շատ դեպքեր էին գրանցվել, այսինքն նվազում իրականում ունենք, ոչ թե միայն մեթոդաբանության փոփոխությամբ պայմանավորված։ Հիմա եթե ձեր հարցից բանալի բառերը հանեմ ու ամբողջացնեմ իմ պատասխանում, կստացվի 2024 թվականի եւ 2025 թվականի համադրությամբ իրական պատկերը հանցավորության ինչպիսին է։ Մենք հենց այս հարցի պատասխանն ենք ստացել մեթոդաբանության փոփոխությամբ։ Ինչու՞։ Հիմա բացատրեմ։ Եթե 2023 թվականին պայմանական մենք ուզում էինք հասկանալ, թե հանցավորության ինչպիսի պատկեր կա Հայաստանի Հանրապետությունում, եթե բացեք 2023 թվականի հանցավորության ընդհանուր վիճակագրությունը, կտեսնեք, որ դրանում զետեղված են օրինակ դրան նախորդող տարիներին տեղի ունեցող հանցագործություններ։ Այսինքն միայն 2023 թվականը չի արտացոլվում 2023 թվականի ընդհանուր վիճակագրությամբ։ Սա չի նշանակում, որ մենք ինչ-որ մի ձև փորձում ենք թաքցնել տարբեր դեպքեր, քրեական վարույթներ չունենալ, բայց եթե դու որպես պետություն եւ նաեւ դու որպես հանրություն ուզում ես հասկանալ քո երկրում հանցավորության ինչպիսի մակարդակ կա, դու չես կարող 2025 թվականը գնահատել 2023 թվականին տեղի ունեցող հանցագործություններով կամ 1990-ականներին տեղի ունեցող հանցագործություններով։ Դու պիտի վերցնես 2025 թվականը, որպեսզի ռեալ հասկանաս 2024 եւ 25-ի համադրությամբ 25-ին ինչ է կատարվել մեր երկրում։ Եվ մենք այս մեթոդաբանությունը պիտի նշեմ, որ արդարացիորեն տարածել ենք նաև 2024 թվականի վրա, որպեսզի այնպես չստացի, որ մենք զտել ենք 2025-ը եւ համեմատում ենք այսպես չակերտավոր խառը թվերով 2024 թվականի հետ։ 2024 թվականն էլ ենք զտել, այսինքն երբ որ մենք ասում ենք 3.2%-ով նվազում, մենք վերցրել ենք 2024 թվականի իրական դեպքերը, համեմատել ենք 2025 թվականի իրական դեպքերի հետ եւ ըստ այդմ ստացել ենք 3.2%-ով նվազում։ Ինչու է սա կարեւոր։ Նախ առհասարակ մեր ընկալումների տեսանկյունից, որ հասկանանք հանցավորությանը ինչ է կատարվում։ Այսինքն նվազում է, թե ավելանում է, որ խումբ հանցագործություններն են նվազում կամ ավելանում։ Եվ երկրորդը, քանի որ մենք ռեֆորմների բավական բուռն փուլում են գտնվում, մեր վերջնանպատակը ո՞րն է։ Հանցագործությունները կանխարգելել, եւ եթե կան հանցագործություններ, որոնք որ տեղի են ունեցել, դրանք բացահայտել արդյունավետ եղանակով։ Այսինքն չափել նաեւ մեր ռեֆորմների շրջանակներում կայացրած որոշումները։
Սա շատ կարևոր է, որովհետև եթե մենք ընդհանրապես ֆիքսվենք որևէ թվի վրա եւ չչափենք նաեւ մեր ռեֆորմների արդյունավետությունը, մենք շատ վատ ճանապարհով կգնանք, որովհետև ինձ համար գոնե թե կարևոր է հասկանալ ոստիկանության կառուցվածքի փոփոխությունները հիմա արդյունավետ են թե արդյունավետ չեն։ Գվարդիան ստեղծել ենք։ Հիմա արդյունավետ է, նպաստում է հանցավորության կանխարգելմանը, թե չի նպաստում։ Քրեական ոստիկանության այս կառուցվածքը հիմա արդյունավետ է, թե արդյունավետ չի։ Եվ այսպես շարունակ, կամ պարեկները օժանդակում են հանցավորության բացահայտման թեմային կամ կանխարգելման, թե միայն կենտրոնացել են ճանապարհային երթևեկության թեմայի վրա։ Այս բոլոր հարցերի պատասխանը իրականում մեր վիճակագրությունը տալիս է, որովհետև 3.2% նվազումը ես պիտի նշեմ, որ սա իրականում իրավապահ համակարգի աշխատանքի արդյունքն է։ Ինչու? Որովհետև մենք նկատում ենք, որ եթե բացում ենք տարբեր հանցագործության դրսևորումներ, շատ ու շատ դեպքերում մենք գործ չունենք կազմակերպված հանցավորության հետ։ Մեր երկիրը պիտի փաստեն, որ աչքի չի ընկնում կազմակերպված հանցավորության, ավելի այսպես ասեմ, բուռն դրսևորումներով, մեծ դրսևորումներով։ Հիմնականում մենք գործ ունենք բռնության պորտկման հետևանքով կամ իրավագիտակցության ցածր լինելու հետևանքով կամ անընդհատ ինչ որ հանցավորությանը միտված process-ի մեջ ներգրաված անձանց կողմից կատարված հանցագործությունների հետ, եւ այստեղ առաջնային կերպով մտածողության փոփոխություն եթե չունեցանք, պատկերում կարելի ասել ոչինչ չի փոխվելու։ Բայց եթե պատկերում կա փոփոխություն, սա նշանակում է, որ սա իրավապահ համակարգի միջամտության արդյունքն է։ Այլ հավասար պայմաններում, եթե մենք նկատեինք, որ կա մտածողության փոփոխություն, մենք առանց դրա էլ կնկատեինք տարբեր խումբ հանցագործություններով նվազում։ Բայց մենք տեսնում ենք, որ ի տարբերություն դրա, մենք տեսնում ենք, որ պարեկները շատ ավելի մեծ թվով հանցագործություն են բացահայտել, քան 2024-ին։ Պայմանական, եթե 2024 թվականին եղել է շուրջ 11000 հանցագործության դեպք, որը բացահայտվել է պարեկային ծառայության կողմից, 2025-ին արդեն այս թիվը կազմել է շուրջ 14000։ Սա շատ մեծ թիվ է ընդհանուր հանցավորության պատկերում, որովհետև մեզ մոտ կարելի է ասել շուրջ 1/3-ը ստացվում է, որ պարեկային ծառայողներն են բացահայտել։ Հիմա որպես նախարար կարող եմ սա գնահատել, որպես պարեկային ծառայության աշխատանքը դրական գնահատող ցուցիչ։ Իհարկե կարող եմ գնահատել, որովհետև այլ հավասար պայմաններում պարեկները ընդհանրապես պիտի միտված լինեին ճանապարհային երթևեկության կանոնների կազմակերպման իրենց գործառույթին եւ այդ ուղղությամբ պիտի միայն նկատեինք արդյունք։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ թե այդ ուղղությամբ կա արդյունք եւ թե նաեւ կա հանցավորության ուղղությամբ։ Քրեական ոստիկանները, օրինակ, կենտրոնացել են հանցագործության բացահայտման process-ի վրա առավելապես անցած տարի, որովհետև մենք ունեինք նաև օբյեկտիվ անհանգստություն, մտահոգություն, որ հանցագործության բացահայտման դեպքերը գոհացնող չեն։ Եվ մենք տեսնում ենք, որ սպանության բոլոր դեպքերը քրեական ոստիկանները 2025 թվականով ապահովել են եւ դրանք բոլորը բացահայտված են։ Սա ցուցանիշ է թե ոչ։ Իհարկե ցուցանիշ է։ Բայց մենք տեսնում ենք, որ կան որոշակի խումբ հանցագործություններ, որտեղ որ մենք կանխարգելման խնդիրներ ունենք։ Ընդ որում ոչ միայն իրավապահը, այլ նաև կանխարգելման process-ում ներգրաված տարբեր սուբյեկտներ, որովհետև այստեղ էլ պիտի ազնիվ լինենք։ Կանխարգելման գործառույթը բազմաբաղադրիչ գործառույթ է եւ այդտեղ միայն իրավապահ համակարգը չէ, որ ներդրում ունի։ Այո, առաջնայինորեն իրավապահ համակարգը, բայց այստեղ համայնքը անելիք ունի, սոցիալական ծառայություններ ունեն անելիք, ընտանիքը ունի անելիք, դպրոցական համայնքը ունի անելիք, շրջապատը առհասարակ ունի անելիք եւ մենք համախմբված պիտի կարողանանք ճիշտ կանխարգելման ճանապարհ ընտրենք։ Սա է պատճառը, որ մենք այս տարի կենտրոնացել ենք հանցավորության կանխարգելման ռազմավարություն ունենալու վրա, որովհետեւ հաճախ մենք նկատում ենք կծկտուր տարբեր լուծումներ, տարբեր գերատեսչությունների շրջանակներում, որոնք որ ցանկալի շոշափելի արդյունք չեն կարողանում երաշխավորել կանխարգելման բաղադրիչի տրամաբանության մեջ։ Եվ մենք այս տարի պիտի հաստատենք այս ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը, որն ընդ որում ասեմ, որ վիզաների ազատականացման տրամաբանության մեջ եւս կարեւոր է հանրային անվտանգության բլոկի տեսանկյունից եւ այստեղ մենք իրերը կկոչենք իրենց անուններով։ Դերակատարներին կբերենք ընդհանուր քննարկման սեղան եւ մենք միասին նաեւ պարզ հանրության հետ կխոսենք, ցույց տալով թե ով ինչպիսի ֆունկցիա ունի իրականացնելու, որ մեկից ներդրումը ինչպիսին պիտի լինի, որպիսի կանխարգելման process-ը շատ ավելի արդյունավետ լինի, բայց երբ որ գամ արդեն միայն ներքին գործերի նախարարության մանդատին, պիտի նշեմ, որ այս տարվա կտրվածքով ավելի շատ են կենտրոնանալու կանխարգելման բաղադրիչի վրա, որպիսի արդյունքները լինեն ավելի գոհացնող։ Նախորդ տարի 25-ին 24-ի համեմատ աճել էր սպանությունների դեպքերը 5 դեպքով, 45-ից դարձել էր 50, ունեք վերլուծություն, որն է սրա պատճառը թե ոչ, եւ ասուլիսի ժամանակ դուք խոսեցիք նաեւ հոգեպես ոչ առողջ մարդկանց ներգրավվածության մասին սպանությունների դեպքերում։ Այս մասով կուզեմ նաեւ խոսենք եւ արդյոք ստացվում է համագործակցությունը առողջապահության նախարարության եւ ներքին գործերի նախարարության միջեւ այս դեպքերը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ։
Տեսեք, 2024-ին ունեցել ենք մենք 45 հաստատված սպանության դեպք, 2025-ին ունեցել ենք 50 դեպք։ Գլոբալ եթե նայենք, այսինքն եթե թվական տվյալների մասով խոսենք, ընդհանուր առմամբ ստանդարտն այն է, որ 100,000 բնակչի հաշվարկով են դիտում երկրի սպանությունների ընդհանուր մակարդակը, որպեսզի հասկանան շատ են դեպքերը, թե քիչ են դեպքերը կամ ինչպիսի միտումներ ունեն։ Եվ ՄԱԿ-ի հայտնի ցուցիչի կիրառմամբ 100,000 բնակչի հաշվով եթե դիտենք այս սպանությունները, համաշխարհային մակարդակով սա համաշխարհային միջինից կրկնակի ավել նվազ ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն եթե նայենք միջազգային ստանդարտները, 50 սպանության դեպքը 100,000 բնակչի հաշվարկով բացասական գնահատվող ցուցանիշ չէ, բայց սա թվային պատկերով, որովհետև ես թվային պատկերը ասում եմ նշելու համար, թե միջազգային ընդհանուր ստանդարտով ինչպես իրավիճակ է։ Հիմա գանք բուն բովանդակություն։ Իրականում կլինի 50, կլինի 40, կլինի 45, կլինի 50 կամ չգիտեմ 80 սպանության դեպք, յուրաքանչյուր դեպք իրականում մեզ համար ողբերգական դեպք է եւ մենք գնում ենք դեպի խորքի իրադարձության, որպեսզի հասկանանք ինչու է վրա հասել սպանության իրավիճակը։ Այլ պայմաններում մենք ուղղակի կընդունեինք ի գիտություն, որ ունենք 50 սպանության դեպք, կասեինք, որ սա համաշխարհային միջինից կրկնակի անգամ ցածր ցուցանիշ է, մտահոգվելու ոչինչ չունենք։ Ոչ, որովհետև մեր երկրի դեպքում հանցավորության ընդհանուր պատկերում մենք էլ մեզ անհանգստացնող կոմպոնենտներ ունենք։ Եվ եթե այլ պետությունների դեպքում, օրինակ, մտահոգիչ են տարբեր ահաբեկչական ակտերը, դպրոցներում, մոլերում, չգիտեմ, փողոցներում, ընդ որում բազմապիսի այդպիսի դրվագներն են մտահոգիչ։ Հայաստանի Հանրապետության դեպքում այդպիսի դեպքերը մտահոգիչ չենք կարող համարել, որովհետև հատուկենտ են այնպիսի դեպքերը, երբ որ մենք գործ ունենք ահաբեկչական ակտերի հետ եւ շատ լավ է, որ այդպես է իրավիճակը։ Բայց սրա կողքին բնականաբար մեր նշաձողն էլ է արդեն փոփոխվում, որ իրադարձություններն են մեզ համար մտահոգիչ եւ այս պայմաններում անգամ 50 սպանության դեպքը շատ մտահոգիչ իրավիճակ կարելի է գնահատել եւ խորանալ դեպքերի մեջ, որպեսզի հասկանանք, թե մենք ինչպիսի պատկեր ունենք, որտեղից ուր ենք հասել եւ ինչպես կանխարգել ենք այս դեպքերը։ Հիմա 50 սպանության դեպքի մասին խոսելիս երկու խումբ իրավիճակներ կան։ Առաջին խումբը կազմակերպված սպանություններն են, այսինքն կոնկրետ պլանավորում կա, վերաբաշխում կա։ Այսպիսի դեպքերը շատ սակավ են, այսպես ասեմ, շատ քիչ են այնպիսի դեպքերը, երբ որ մենք գործ ունենք կազմակերպված սպանության հետ։ Երբ որ գործ ունենք կազմակերպված սպանության հետ, այո, իրավապահ համակարգի աչքը օպերատիվ շատ կարևոր է, որովհետև դու որպես պետություն հնարավորություն ունես ներթափանցելու process-ի մեջ եւ հասկանալու թե ինչպիսի պլանավորում է գնում եւ կանխարգելելու այդ իրավիճակները։ Եվ ասեմ, որ փոքր թվով կազմակերպված սպանությունների իրավիճակ ունենք այս պայծրությամբ, դրա կողքին ունենք նաև 12 սպանության նախապատրաստություն բացահայտած, ինչը նշանակում է օպերատիվ աշխատանքի որոշ դրվագներով արդյունավետության մասին։ Ինչու եմ ես ասում որոշ դրվագներով արդյունավետության մասին, որովհետև ես դեռևս այն համոզմանը չեմ եկել, որ մեր օպերատիվ աշխատանքը այնպիսի մակարդակի է հասել, որ մենք խնդիրներ չունենք։ Ոչ, հատկապես կազմակերպված իրադարձությունների շրջանակներում մենք մեր օպերատիվ աշխատանքը պիտի շատ ավելի լավարկենք եւ շատ ավելի շատ դեպքեր կանխարգելման մեր ընդհանուր բաղադրիչում ունենանք։ Բայց երկրորդ իրավիճակին եմ երբ որ անդրադառնում, այսինքն երկրորդ խումբ փաստերին, որտեղ որ մենք ունենք սպանության դեպքեր, հիմնականում մենք գործ ունենք պահի ազդեցության տակ կատարված իրադարձության հետ։ Այսինքն բռնության պորտկում ունենք, չգիտեմ, հայոյանքին հայոյանքով արձագանքելու կամ մեքենան իրար վրա բերելու իրավիճակի արդյունքում մենք ունենում ենք սուր դրսևորումներ, դանակահարություն կամ կրակոց, որի արդյունքում ունենում ենք սպանություն։ Այս խումբ իրավիճակների դեպքում, երբ որ մենք գնում ենք դեպի խորքը, մենք հասկանում ենք, որ սա մտածողության հետ կապված հարց է, որովհետև մեկը կարող է հայոյանքին հայոյանքով ընդհանրապես չարձագանքել եւ չունենանք որևէ բացասական դրսևորում, բայց մեկ այլ իրավիճակում մեր մոտ ընկալում կա տարիներ շարունակ, որ բռնությանը, եթե ավելի ուժեղ, ավելի սուր բռնությամբ արձագանքես, խնդիրը կլուծվի։ Նաև քրեական ենթամշակույթի ազդեցությունն է։ Իհարկե, ես անկեղծորեն նշում եմ, որ մեր այս մոտեցումը ավելի ուժեղացրել է քրեական ենթամշակույթին տարիներ շարունակ, որովհետև եթե դու որպես հանրություն գտնում ես, որ բռնությանը կարելի է հակադարձել ավելի խիստ բռնությամբ, այսինքն օրենքի դաշտում չեն քո հարցերի կարգավորումները,
դու ավելի հզորացնում ես քրեական ենթամշակույթին։ Եվ սա նաև ավելի մարտահրավերային է դարձնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, որովհետև այստեղ էլ երկու շերտ կա։ Ենթամշակույթ, որտեղ որ մենք ունենք հիերարխիկ կառուցվածք, այսինքն կա բարձր աստիճանակարգ ունեցող անձ, հետո սպասավորներ եւ այսպես շարունակ, այսինքն հիերարխիկ կառուցվածքը կա։ Եվ մյուս կողմից մենք ունենք հանրություն, ում համար խորտ չեն այդպիսի մեթոդները։ Այսինքն իրենք չեն գտնվում ընդհանուր հիերարխիկ կառուցվածքում, դերակատար չեն որպես այդպիսին, ենթակա չեն քրեական պատասխանատվության այդ տրամաբանության մեջ, բայց ընկալումները, մեթոդները, հարցերի կարգավորման մեթոդները շատ սինխրոն են այդ ամբողջ process-ի հետ։ Եվ ես արձանագրում եմ, որ մենք իրականում հանրային ընդհանուր միասնական խորշանք քրեական ենթամշակույթի նկատմամբ չունենք ուղղակի։ Սա հենց այն խնդիրն է, որ ախտորոշել ենք եւ երբ որ մենք խոսում ենք պահի տակ առաջացած իրավիճակով, իրավիճակի սրման հետ եւ դրա արդյունքում կլինի ծանր մարմնական վնասվածքի պատճառում կամ կլինի սպանության իրավիճակի վրա հասնել, այստեղ մտածողության փոփոխության պիտի գնանք, ուզած թե չուզած։ Որովհետեւ եթե մենք մտածենք, որ այս իրավիճակը հնարավոր է ինքնահարթվի, առանց պետության միջամտության, առանց մտածողության փոփոխության, մենք ավելի կսրենք այս իրավիճակները, ավելի շատ կունենանք այդ դրսևորումները, որոնք որ այս պայծրությամբ մենք տեսնում ենք։ Սա է պատճառը, որ մենք անընդհատ ասում ենք, որ պիտի մտածողության փոփոխության գնանք։ Զուգահեռ մի քանի մակարդակով աշխատելով, չպիտի սպասենք մտածողության փոփոխությանը, որովհետև սա էլ ուրիշ ծայրահեղություն է։ Կա իրավապահամակարգը պիտի կատարի իր առջև դրված խնդիրները, բայց զուգահեռ հարթության մեջ մենք պիտի անընդհատ փորձենք փոքր քայլերով հասնել այն մտածողության փոփոխության։ Մի տարում չի լինի, այո, բայց եթե դու որպես պետություն ախտորոշում ես այս ընդհանուր խնդիրը, դու պիտի հասկանաս, որ տարին տարվա վրա պիտի ինչ-որ մի փոփոխություն ունենաս երկրում մտածողության առումով։ Հակառակ պարագայում իրավապահամակարգը ուղղակի վազելու է դեպքերի հետևից։ Մենք պրակտիկայում հենց այդպիսի իրավիճակների հետ հիմնականում գործ ունենք, երբ որ վազում ենք տարբեր դեպքերի հետևից, որպեսզի դրանք բացահայտենք։ Բայց գալով նաև հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց, ես նշեմ, որ շատ են լինում այնպիսի դեպքեր, երբ որ մենք օրինակ ասում ենք, որ հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր ունեցող անձի կողմից է կատարվել օրինակ սպանությունը, քննադատության ալիք է միանգամից գալիս, որ ինչու եք պիտակավորում անձին, ինչու եք հանրայնացնում այդ տվյալը եւ այսպես շարունակ։ Բայց ես կարծում եմ, որ մենք պիտի այստեղ էլ ազնիվ լինենք, մենք չենք պիտակավորում անձին։ Մենք երբ որ ուզում ենք գնալ 50 դեպքի խորքը, պիտի հասկանանք, որ մենք չենք կարող այս խմբերի նույն աչքով նայել։ Նույն աչքով ոչ թե պիտակավորելու տրամաբանության մեջ, ոչ, բնավ ոչ, նմանատիպ մոտեցում չկա, այլ հասկանալու թե օրինակ եթե հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր ունեցող անձն է կատարել հանցանքը, ինչպես անենք, որ այդպիսի դեպքերում չսրվի իրավիճակը եւ անձին չգնան ծայրահեղ քայլերի, որովհետեւ դու չես կարող նույն մեթոդը կիրառել այս խումբ անձանց նկատմամբ եւ նույն մեթոդը կիրառել այն անձի նկատմամբ, ով որ հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր չունի։ Ընկալումները, մոտեցումները պիտի տարբեր լինեն։ Կներեք, այստեղ համագործակցությունը ձեր եւ առողջապահության նախարարության միջև ինչու այդպես սահուն չի ընթանում, որ մարդիկ, ովքեր հաշվառված են որպես հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցողներ, նաեւ լինեն ձեր ուշադրության կենտրոնում, որ նմանատիպ ողբերգական դեպքերը բացառվեն նրանց կողմից սպանությունների կատարման։ Իրականում ձեր հարցը ինձ մոտ ավելի է ամրապնդում այն մոտեցումը, որ մենք հանցավորության դեմ պայքարի կամ տարբեր հարցեր լուծելու մասով ընդհանուր միասնական ընկալումներ չունենք, որովհետև եթե մենք չխոսեինք հանցավորության մասին, խոսեինք միայն առողջապահական համակարգի մասին, բոլորս դրոշակները կբարձրացնեինք եւ կասեինք, որ այ սա բժշկական գաղտնիք է, ինչպես կարող է պետությունը հասանելիություն ունենալ, պետական որևէ մարմին հասանելիություն ունենալ այս տվյալին, բացի այն բժշկական անձնակազմից, ով իր հետ կոնկրետ աշխատանք է ապահովում։ Բայց երբ որ մենք ունենում ենք կոնկրետ վրա հասած հանցագործություն, այստեղ գալիս են տարբեր մոտեցումներ, այ ինչու չգիտեիք, որ այս անձը հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր ունի, ինչու չէիք կանխել այդ իրավիճակը, ինչու ենթադրենք հարկադիր բուժման չէիք ուղարկել անձին։ Բայց եթե նայենք մաքուր իրավական հարթությունում արկա պատկերը, նախ համայնքային ոստիկանը չի կարող իմանալ, որ տարածքում կա հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր ունեցող անձ, քանի դեռ այդ անձը չի հայտնվել իրավապահ համակարգի տեսադաշտում, որովհետև կա բժշկական գաղտնիքի հետ կապված կանոններ, ոստիկանությունը չի որոշում անձին ուղարկել հարկադիր բուժման, թե չուղարկել հարկադիր բուժման եւ այսպես շարունակ։ Բայց երբ որ մենք ունենում ենք հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր ունեցող անձի կողմից կատարված սպանություն, օրինակ, այստեղ արդեն մեր մոտեցումները միքսվում են։ Սկսում ենք հասկանալ, մեղավորներ փնտրել, այ առողջապահական համակարգն էր մեղավոր, այ
ոստիկանական համակարգներ մեղավոր, համայնքը եւ այսպես շարունակ։ Որպեսզի այս մեղադրանքներից էլի զտելով գանք իրական պատկեր, մենք փորձում ենք այնպիսի գործիքակազմեր ներդնել, որ չմիջամտելով, ավելի սուր միջամտություն չունենալով, բայց տարածքում ի վերջո ոստիկանը կարողանա պատկերացում ունենալ համայնքի բնակիչների մասին, եւ եթե կա այսպիսի խնդիր ունեցող անձ, կարողանանք հասկանալ ինչպես ենք հարաբերակցում անձի հետ, որովհետեւ դա առաջին հերթին իր իսկ շահն է, համայնքի նաև անդամների շահն է, որպեսզի ընդհանուր կենսագործունեությունը լինի անվտանգ եւ հանցավորության կանխարգելման ռազմավարության մեջ մենք բնականաբար հասցեագրել ենք նաև այս հարցը, որպեսզի տեսնենք թե հատկապես առողջապահական ոլորտին անդրադառնալու պայմաններում, եթե գործ ունենք բժշկական գաղտնիքի հետ, ինչպես ենք թեման կառավարելու, որովհետև չենք կարող ասել, այ բժշկական գաղտնիք էր, մենք հասանելիություն չունենք եւ վերջ։ Չենք կարող ուղղակի այդպես ասել։ Այո, կգնանք իմ ասած իրավական շերտերը, կնկատենք, որ մենք հասանելիություն չունենք, չենք կարող հասկանալ ինչ է կատարվում, բայց որպես պետության աչքերով իրավիճակը պիտի լինի կառավարելի եւ վերահսկելի։ Եվ հենց ռազմավարության մակարդակում ես ինչու եմ նշում, որ դերակատարներին իդենտիֆիկացնել ենք, որպեսզի մենք էլ միասին սինխրոն հասկանանք, թե այս պայմաններում ինչպիսի քայլեր պիտի ձեռնարկվի եւ գալով նաեւ հարցադրման վերջին հատվածին մենք առողջապահության նախարարության հետ շատ սերտ համագործակցություն ունենք։ Նկատի ունենալով ուղղակի որոշումների կայացման տիրույթում հարցերը, մենք չենք կարող որոշել, որ այս անձը պիտի ուղարկվի ենթադրենք հարկադիր բուժման կամ մյուս անձի ժամկետ ավելի կարճ պիտի լինի կամ երկար պիտի լինի, սրանք նաև մասնագիտական հարցեր են։ Ասել, որ ներքին գործերի նախարարությունը կարող է միջամտել առողջապահական այդ հարցին եւ օրինակ նշել այս անձի պիտի այսքան բուժվի, դա մոտեցում չէ, հա, պրոֆեսիոնալ մոտեցում չէ, բայց այն, որ հանցավորության կանխարգելման ռազմավարության մեջ մենք պիտի նաև միջգերատեսչական հարցերին անդրադառնանք եւ հասկանանք, թե ինչ չափով ենք ստանում տեղեկատվությունը, սա կարծում եմ կենսական նշանակություն ունեցող է, որպեսզի հետագայում մենք նաև ինստիտուցիոնալ նոր մեխանիզմներ ներդնենք այս տեսանկյունից եւ չսահմանափակվեն միայն արհեստական տարբեր խոչընդոտներ գեներացնելով։ Իսկ ինչ պատկեր ունենք ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքի հետ կապված, որովհետև 24 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ 17000 զենք կա 44-օրյա պատերազմի ժամանակ մարդկանց բաժանված, որոնց ճակատագիրը անհայտ է, ինչ քայլեր են արվել այս ուղղությամբ եւ դրանց որ մասն է այսօր հայտնաբերված։ Թվային պատկերով իհարկե չէի ցանկանա որևէ տվյալ նշել, որովհետև դրանք առավել օպերատիվ տնտեսության մաս հանդիսացող պատկեր են այս պայդրությամբ, բայց ասեմ, որ մենք գնացել ենք հետևողականորեն այս զենքերը ապօրինի շրջանառությունից դուրս բերելու ճանապարհով։ Եվ եթե համադրենք կրկին 24-ը 25 թվականի հետ, կնկատենք, որ 2025 թվականին 42.2% ավելի մեծ թվով զենք զինամթերք ենք դուրս բերել ապօրինի շրջանառությունից, քան 2024 թվականին։ Ընդ որում աշխատանքը եղել է երկու հարթությունում՝ բացատրական աշխատանք, այսինքն կամավոր հանձնման ռեժիմ, եւ խուզարկությունների ճանապարհով, որը ենթադրել է օպերատիվ աշխատանք։ Ընդ որում մենք գնալով նաեւ ավելի ուժեղացնում ենք հենց օպերատիվ աշխատանքի արդյունքում արգրաված զենքերի մասով աշխատանքը, որովհետեւ տեսնում ենք, որ շատ հաճախ մեր քաղաքացիները չունեն ձգտում կամավոր ճանապարհով ներկայացնելու իրենց զենքերը, կարծում եմ սա նաև կարող է հետ պատերազմական իրավիճակին բնորոշ նաև հոգեհուզական վիճակի մաս հանդիսանալ կամ այլ ինչ-որ պրոցեսի արդյունք կարող է հանդիսանալ, բայց մենք հետևողականորեն գնում ենք երկու ճանապարհով էլ։ Շատ լավ կամավոր հանձնումները կան, բացատրական աշխատանքի գիծը կա, բայց եթե չի ստացվում այս ճանապարհով ունենալ հանձնումներ, ապա մենք գնում ենք խուզարկությունների ճանապարհով արգրավման հետևից եւ այս տարվա ցուցանիշներն ավելի լավն են, քան անցած տարվան։ Բայց եթե մաթեմատիկորեն առիթ ունեցել եմ նաև նշելու, համադրենք մեր ունեցած օպերատիվ տվյալը եւ այս պայդրությամբ հանրամատչելի տվյալով մեր կողմից արգրաված ապօրինի շրջանառությունից հանձնված տվյալները, կնկատենք, որ դեռ համադրելի պատկեր չունենք։ Այսինքն ապօրինի շրջանառությունից չենք հանել այնչափ այն թվով զենք եւ զինամթերք, որը որ կա մեր օպերատիվ ընդհանուր տեսադաշտում, պիտի հետևողականորեն գնանք այս ճանապարհով եւ այնքան մաքրենք դաշտը, որ վստահ լինենք, որ ապօրինի շրջանառության մեջ զենք զինամթերք չկա։ Շատ լավ, մի քիչ էլ սոցիալական հարթակներից խոսենք։ Տեսնում ենք TikTok-ում մանավանդ այդ ուղիղ եթերների ժամանակ առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունենում։ Արդյոք այս մասով նախարարությունը մոնիթորինգի ենթարկում է այս հարթակը եւ ինչ լուծումներ եք պատկերացնում այս դեպքերը գոնե նվազեցնելու ուղղությամբ։
Իհարկե մենք սոցիալական տիրույթը եւս դիտարկում ենք անկախ նրանից թե որ հարթակի մասին է խոսքը գնում, ընդ որում դիտարկում ենք թե ինքներս եւ թե նաեւ քաղաքացիները մեզ տարբեր տեսանյութեր, տարբեր հղումներ ուղարկում, որոնք որ բոլորը, անխտիր բոլորը ենթարկվում է ստուգման ուսումնասիրության։ Եվ այն բոլոր դեպքերում, երբ որ մենք գործ ունենք հանցագործության էլեմենտ պարունակող իրավիճակի հետ, բնականաբար դրանք փաստաթղթավորվում են, հաղորդում է ներկայացվում ոստիկանության կողմից քննչական կոմիտե եւ ընթացքավորվում է։ Բայց նորից շատ են այնպիսի դրվագները, երբ որ մենք մտածում ենք կողքի աչքով, որ հաստատ այստեղ հանցագործության դրվագ կա, բայց իրականում հանցագործություն չկա։ Մեծամասամբ, երբ որ մենք դիտարկում ենք ընդհանուր մեդիատիրույթը, տեսնում ենք, որ այո, կան էթիկական կանոններից շեղումներ, այո, կա ինչ-որ մի ձև ոչ հարիր խոսք, ոչ հարիր ինչ-որ վարքագիծ, բայց շատ են լինում այնպիսի դեպքեր, երբ որ դրանք չեն հատում հանցագործություն լինելու սահմանը եւ չեն կարողանում հայտնվել իրավապահ համակարգի տեսադաշտում այս առումով, եւ կրկին, երբ որ մենք փորձում ենք հասկանալ, թե այստեղ որն է խնդիրը, նորից գալիս ենք մտածողության, թե ով ինչպես է պատկերացնում իր հանրային կյանքը, ով ինչպես է պատկերացնում սոցիալական մեդիայում իր գործունեությունը, ինչպիսի բառապաշարով է պատկերացնում, ինչպիսի վարքագծով է պատկերացնում, եւ այստեղ էլի պիտի այդ իրազեկման միջոցառումների փորձել իրազեկման միջոցառումների միջոցով պիտի փորձենք գանք էլի մտածողության փոփոխության։ Նորից հեշտ առաջադրանք չի յուրաքանչյուր հասարակության համար հեշտ առաջադրանք չի, երբ որ մենք խոսում ենք մտածողության փոփոխության մասին, բայց կարծում եմ մենք նախ առաջինը պիտի ինքներս մեր մեջ ուժ ունենանք ախտորոշելու այս խնդիրը, որովհետև շատերի աչքում գուցե մենք ավելի լավը թվայինք, եթե ասեինք, որ այո, սա հանցագործություն է, պիտի պատժվի, պիտի հաղորդում ուղարկենք քննչական կոմիտե, բայց մենք պիտի նաև ուժ ունենանք զտելու այս իրավիճակները։ Եթե մենք ժողովրդավարական պետություն ենք, եւ մենք ժողովրդավարական պետություն ենք, եւ մենք նաեւ իրավական պետություն ենք, մենք պիտի հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ հասնում է քրեական վարույթին։ Ամեն ինչ չէ, որ հանցագործությունն է։ Այո, մեր ընկալումները կարող են տարբերվել, բայց մենք պիտի նաեւ կամք ունենանք զտելու այս իրավիճակները եւ հասկանալու, թե կոնկրետ իրավիճակում ինչպիսի ռեակցիա պետությունը կարող է տալ։ Եթե կա խուլիգանական դրսևորում, որը որ համապատասխանում է կոնկրետ քրեական օրենսգրքի հանցակազմին, միանշանակ պետությունը արձագանք տալիս է։ Բայց ես տեսնում եմ, որ շատ հաճախ օրինակ նախարարության էջին տարբեր հղումներ են ուղարկվում, մեզ կոչ է արվում ենթարկել պատասխանատվության անձանց, հաղորդում ուղարկել քրեական վարույթի, բայց շատ հաճախ երբ որ զտում ես, տեսնում ես, որ այդտեղ քրեական որևէ տար չկա, որի արդյունքում պետությունը կարող է ռեակցիա տալ։ Այստեղ էլ մեր հանրությանը իրականում ավելի ճիշտ կոմունիկացնելու խնդիր ունենք, որովհետև շատ հաճախ ընկալումները եւ իրավական հարթությունում արձագանքը իրարից տարբերվում է, ինչը բնական է։ Մեր հանրության անդամները պարտավոր չեն հասկանալու, որ իրավիճակը ինչպիսի գնահատականի պիտի արժանանա, որովհետև սրանք իրավական տիրույթի գնահատականներ են, բայց մենք պիտի փորձենք անընդհատ սերմանել են մոտեցումը, որ կա իրավական հարթությունում եւ գնահատականները համապատասխանեն դրան, որ պահանջենք պատասխանատվության ենթարկել այն իրավիճակներում, երբ որ իրավական հնարավորություն պետությունը ունի, իսկ մնացյալ դեպքերը ժողովրդավարական պետությանը բնորոշ իրավիճակներ են, որոնք որ որևէ ձևով չեն կարող ենթարկվել որևէ միջամտության։ Կարծում եմ կգանք այդ պահին, այստեղ մեզ հետևողական աշխատանք է անհրաժեշտ, ընդ որում, երբ որ խոսում եմ մտածողության փոփոխության մասին, ես միշտ նայում եմ նաեւ համակարգի ներսը եւս այս առումով, որովհետեւ մենք էլ մտածողության փոփոխության խնդիր ունենք։ Նկատնում եմ ոստիկաններին, նկատնում եմ փրկարար ծառայողներին, նկատնում եմ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության աշխատակիցներին, որովհետեւ երբ որ մենք ուզում ենք հանրային անվտանգության այն ստանդարտը ունենալ պետությունում, երկրում, որը որ հարիր է միջազգային ընդհանուր ստանդարտներին, մենք պիտի հասկանանք, որ մեր ոստիկաններին էլ է ժամանակ պետք ադապտացվելու, հասնելու այդ մակարդակին։ Շատ հաճախ, երբ որ մենք խոսում ենք բռնության մասին ու համեմատում ենք իրավիճակները, նույնն է ինչ որ ընտանեկան բռնության օրինակում պայմանական։ Մենք երկար տարիներ ընկալում ենք, որ դա նորմալ է, որ այդտեղ որևէ խնդիր չկա, բայց տարին տարվա վրա, երբ որ պետությունը ջանք է ներդնում, զտում ենք արդեն իրավիճակները։ Եվ մենք տեսնում ենք, որ օրինակ հաղորդումներ ունենք ավելի շատ ներկայացված ընտանեկան բռնության իրավիճակներում։ Նույնը մեր ոստիկաններն են։ Իրենք տարիներ շարունակ
սովոր են եղել, ընկալունակությունը այնպեսին է եղել, որ օրինակ, չգիտեմ, տարբեր հարցերին տարբեր մեթոդներով կարելի է արձագանքել, լուծումներ տալ եւ դրանք որևէ ձևով չեն ընկալվել որպես ծայրահեղ դատապարտելի կամ անընդունելի վարքագիծ ոստիկանների նկատմամբ։ Իրենք չեն ենթարկվել պատասխանատվության, այդ հարցերը այդ աչքով չեն նայել, օբյեկտիվորեն համակարգի տեսանկյունից նկատի ունեն։ Բայց այսօր մենք ընդհանուր մինչև ամենափոքր, այսպես ասեմ, խախտումը, որը որ կարող է առերևույթ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի կամ այլ ինչ-որ խախտման հիմք հանդիսանալ, դրանց ռեակցիա ենք տալիս։ Նորմալ է, որ ոստիկանն էլ կարող է իր մեջ այդ ընկալելու, հա, այսպես ասեմ, հատկանիշը չունենալ, որ այ օրինակ այն ժամանակ այս իրավիճակներին օրինակ այլ ռեակցիա էր տրվում։ Հիմա այլ ռեակցիա է տրվում։ Ընդ որում խոսքս միայն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի մասին չէ, այլ ընդհանրապես տարբեր իրավիճակներին մեր ռեակցիաների մասին է խոսքս եւ այստեղ իրականում մենք ժամանակ ունենք անցնելու, ճանապարհ ունենք անցնելու եւ բերելու հասցնելու այն մակարդակին մեր ընկալումները, որոնք որ համապատասխան կլինեն ընդհանուր ռեֆորմների սկզբունքին, նույնն էլ հասարակության մեջ։ Տարբերություն չկա, որովհետեւ մենք բոլորս հասարակության անդամ ենք, մասն ենք եւ այն ընկալումները, որ ունի համակարգը, ունի հանրություն։ Այն ընկալումը, որ ունի հանրությունը դրսում, ունի նաեւ համակարգի ներկայացուցիչը եւ այստեղ որևէ ձևով ինչ որ ջրբաժան չկա որպես այդպեսին։ Ընկալումները նույնն են, մեզ մնում է հետևողականորեն սերմանել այն ճիշտ մոտեցումները, սկզբունքները, որոնք առաջիկա տարիներին շատ ավելի լավ արդյունքներ կերաշխավորեն մեր պետության համար։ Հուսանք այդ մտածելակերպի փոփոխությունը կլինի մարդկանց մոտ։ Եվ վերջին երկու հարցը ուզում էի անպայման այս թեմային էլ անդրադառնանք։ Վերջին շրջանում ես ոստիկանության նկատմամբ ամենամեծ քննադատության ալիքը լսել եմ, երբ իշխանության եւ եկեղեցու միջև հարաբերությունները լարվել էին։ Այստեղ քննադատություններ հնչում նաև ձեր ասուլիսի ժամանակ ամփոփիչ այս հարցը հնչեց, ո՞նց եք որոշում, որ երբ երկու մարդ գնում են պատարագ մատուցելու, մեկը մայրաթորի կողմից կարգալույց հռչակված, մեկը կարգալույց չհռչակված քահանա եւ ոստիկանությունը թույլ է տալիս մեկին մտնել, մյուսին ոչ։ Այս ո՞նց է որոշվում, ով մտնի պատարագ մատուցի, ով չմտնի։ Ընդհանրապես ոստիկանությունը կրոնական կազմակերպության գործերի այս համատեքստում ինչպես է որոշում, ինչ քայլերի դիմել, ոնց պահել, ոնց դրսևորել իրեն։ Այս հարցադրման մասով իրականում մենք բողոքել ունենք ստացած նախարարություն, հենց այս նույն մտքերով որոշումների կայացում ինչպես է իրականացում եւ այսպես շարունակ։ Բայց ես նաեւ ակտումել եմ վերադաս վարչարության կարգով բողոքարկման շրջանակներում նշել, որ մենք գործ ունենք, այո, մասնավոր սեփականության հետ, նկատի ունեմ եկեղեցու տարածքը որպես այդպեսին, բայց այն յուրօրինակ սեփականություն է, որովհետև կրոնի ազատության, մտքի, խղճի, դավանանքի այս տրամաբանության մեջ ինքը բաց հայտարարություն է անում հանրությանը գալու եւ բավարարելու հոգեվոր պահանջմունքները։ Մենք չենք կարող զտել ով մտնի եկեղեցի, ով չմտնի եկեղեցի, եւ եթե հավատավոր ժողովուրդը կոնկրետ անձի է տեսնում տվյալ պահին պատարագը մատուցող, տանձին իրացնում են իրենց իրավունքները եւ process-ը կազմակերպվում է։ Ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգն ու անվտանգությունը տեղում, ընդ որում շատ էին քննադատությունները եւ նաեւ խոսակցությունները, որ այս մի եկեղեցում պատարագի անվտանգությունը ապահովում է, այլ եկեղեցում չեք ապահովում։ Դրանք ուղղակի որևէ հիմք չունեցող պնդումներ են, որովհետև եթե մենք օբյեկտիվ լինենք եւ նայենք թե ոստիկանությունը որտեղ է հասարակական կարգ ու անվտանգություն ապահովում, մենք կնկատենք, որ բազմաթիվ են այնպիսի եկեղեցիները, որտեղ որ հասարակական կարգ եւ անվտանգություն է երաշխավորվում։ Հատկապես մեր ընդհանուր եկեղեցու պատմության մեջ հայտնի տոն օրերին կամ այլ օրերին մենք այդտեղ իրականացնում ենք հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման կարևորագույն ֆունկցիա, որովհետեւ մեծ թվով հետևորդներ են այցելում եկեղեցիներ եւ այդտեղ կարգի իրականում ապահովման խնդիր կա եւ եթե զուտ քաղաքական ակնոցները հանենք, կնկատենք, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով իր արժեվ դրված խնդիրները իրականացնում է եւ ես փաստեմ, որ քննադատությունն էր այդ տրամաբանության մեջ առավելապես, որովհետեւ կրկին կար այդ տարբերակման հարցը, այստեղ պահում եք հասարակական կարգ, այնտեղ չեք պահում, ընդ որում քանակը կազմի վերաբերող տարբեր հարցադրումներ էին բարձրացնում, բայց ուզում եմ նորից փարատել այս բոլոր մտահոգությունները, ընդ որում ինչու եմ ասում մտահոգություն, որովհետև կարող է մեր հանրության մոտ այդպիսի օբյեկտիվ մտահոգություններ լինեն, եթե զտենք նաև քաղաքական հատվածը եւ ասել, որ մեր ոստիկանները հասարակական կարգ ու անվտանգություն են ապահովում այնտեղ, որտեղ դրա կարիքը կա, ընդ որում անկախ նրանից թե ովքեր են մասնակից այդ process-ի, ոստիկանները տեղում են անկախ ամեն ինչից,
օրենքով իրենց արժեվ դրված խնդիր ունեն, դա պիտի կատարեն։ Անկախ նրանից ինչ որ մեկի դուրը գալիս է, ինչ որ մեկի դուրը չի գալիս, ինչ որ մեկ այլ կերպ կմեկնաբանի դա, թե չի մեկնաբանի դա, իրենք ունեն օրենքով իրենց արժեվ դրված խնդիրը։ Եթե այդ խնդիրը չկատարեն, կստացվի, որ օրենքի պահանջը չեն ապահովում եւ կարող են ենթարկվել պատասխանատվության։ Այն, որ եկեղեցին յուրահատկություն ունի այլ մասնավոր սեփականությունների նկատմամբ եւ այնտեղ բոլորը իրավունք ունեն մտնել, դա փաստ է, բայց կան տարածքներ եկեղեցում, որտեղ մտնելու իրավունք միայն սոցիալ-հոգեվորական։ Հիմա մենք շատ կրոնական թեմաների մեջ ենք խորանում, չի ուզենա այս բանը անել, ուղղակի որ ասացիք եկեղեցին հրավիրում է բոլորին, օրինակ խորան բարձրանալու եւ ավանդատուն մտնելու իրավունք աշխարհականները չունեն, իսկ հոգեվորականներն ունեն։ Հիմա այստեղ դեպք է, երբ օրինակ, չգիտեմ, Թալինի համայնքապետը վերցնում է մի մարդու, ով հայ առաքելական եկեղեցու կողմից հռչակվել է կարգալույց, գնում է եւ այնտեղ ոստիկաններ են կանգնած, սոցիալ հոգեվորականը չի կարողանում մտնել ծես անցկացնել։ Այս հարցում ոստիկանությունը, չգիտեմ, գնում է կրոնական համատեքստում է նայում այս հարցին, իրավական համատեքստում է նայում, ոնց է որոշում, որ այս հոգեվորական իրավունք ունի մտնել, մյուսը ոչ։ Ես նորից եմ շեշտում, որ process-ի բոլոր մասնակիցները, անկախ նրանից կլինի համայնքի ղեկավար, չի լինի համայնքի ղեկավար եւ այլն, բոլորն էլ հայաստանյաց առաքելական սուբեկեղեցու հետևորդներն են եւ իրենք են որոշում, ում են ցանկանում լսել, ում մատուցած պատարակն են ուզում հետևել եւ ընկալել, բավարարելով իրենց հոգեվոր պահանջմունքը, եթե որևէ process-ի հետ կապված կա անհամաձայնություն, թե ներկայացված է բողոք ներքին գործերի նախարարությանը, ես արձագանքել եմ, տեղյակ եմ, որ նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին է հաղորդում ուղարկվել եւ այսպես շարունակ։ Այսինքն իրավական պետություն ենք, եթե ինչ-որ մեկը անհամաձայնություն ունի ինչ-որ մի թեմայի շուրջ, կարող է շատ հանգիստ իր իրավունքի պաշտպանությանը միտված բոլոր գործիքակազմերը օգտագործել։ Այս տարի նախընտրական է, այս հարցն էլ քննարկենք, ինչ քայլեր եք նախատեսում անել, որպեսզի անցնցում անցնեն այս process-ները, գիտենք ինչ ահավոր վիճակ է սպասում, քաղաքական լարվածություն, բևեռացում, ատելության խոսք է հնչելու, արդեն կանխատեսելի է ամեն ինչ, ինչ է անում ոստիկանությունը, ինչպես եք պատրաստվում, ինչ քայլեր եք նախատեսում անել այս ամռանը։ Բնականաբար process-ը լինելու է ամբողջովին ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո իր գործիքակազմի շրջանակներում տարբեր կառույցներ եւս իրենց անելիք ունեն այս ամբողջ process-ում, այսինքն ոչ ինչ որ աժիոտաժային բան չենք սպասում, օրենքով յուրաքանչյուր մարմին իր արժեվ դրված խնդիրներն ունի, բնականաբար քանի որ նախընտրական ժամանակահատվածը շատ ավելի զգոն ենք լինելու այս տեսանկյունից, նկատնում թե ցանկացած խախտմանը, որոնք կարող են տեղ գտնել ընդհանուր հասարակության մեջ եւ թե նաեւ հատկապես այն դրսեւորումներին, որոնք որ կարող են հանցագործության էլեմենտներ պարունակել, երկու ասպեկտն է լինելու է մեր տեսադաշտում, մեր ավելի բարձր զգոնության շրջանակներում եւ հետեւողականորեն կրկին մեր գործիքակազմը կիրառելով ապահովելու ենք վերահսկելիությունը ընդհանուր process-ի նկատմամբ թե հասարակական կարգն ու անվտանգությունը եւ թե նաեւ եթե լինեն հանցագործության տարբեր դրվագներ, դրանց կտրվի անմիջապես արձագանք։ Հասկանալի է։ Եթե ամփոփելու լինենք ձեր այսքան ժամանակվա գործունեությունը, իհարկե շատ հարցերի չկարողացանք անդրադառնալ, որովհետև շատ մեծ է ձեր նախարարության գործունեության տիրույթը, բայց եթե ամփոփենք ձեր մոտ 2 տարի է, չէ, որ նախարարի պաշտոնն եք զբաղեցնում, թե ավելի երկար։ 1 տարուց մի փոքր ավել։ Հա, եթե ամփոփենք այս շրջանը, ո՞րն է եղել ձեր գլխավոր ձեռքբերումը, որը կարող եք այդպես առանձնացնել, եւ գլխավոր թերությունը կամ այն ինչ չեք հասցրել անել մինչեւ հիմա։ Մի փոքր ինձ դժվար կլինի տարանջատել ժամանակահատվածը, որովհետև իրականում նախարարության ձևավորումից սկսած ռեֆորմների վրա եմ հիմնականում աշխատել եւ նախարարի պաշտոնը ուղղակի ավելի շատ հնարավորություններ է տվել տարբեր որոշումների կամ առաջնահերթությունների ֆիքսման։ Դրա համար եթե զուտ առանձնացնեի անցած տարվա կտրվածքով մեր ունեցած ձեռքբերումը որպես նախարարություն, կառանձնացնեի թերևս ոստիկանության գվարդիայի ձևավորումը։ Սա նաև կառավարության գործունեության ծրագրի մեջ եւս ներկայացված է եղել որպես առաջնահերթություն կատարման ենթակա եւ այստեղ այսպես ասեմ արդյունքը առանձնացնում եմ հաշվի առնելով մի քանի նկատառումներ առաջինը որ սա ոչ թե անվանափոխություն էր կառույցի ձևավորման այլ բովանդակային փոփոխություն փիլիսոփայական փոփոխություն ենք մենք ունեցել ոստիկանության զորքերի աշխատանքի տեսանկյունից երբ որ ստեղծել ենք ոստիկանության գվարդիան Շատ մարտահրավերային է եղել մեզ համար, որովհետև մի քանի հազար
հաստիքային միավոր զբաղեցնող անձնակազմի վերապատրաստումներ են երաշխավորել հատկապես նոր ներդրված ուժամիջոցների գործադրման ստանդարտի տեսանկյունից։ Սա նորից եմ ուզում շեշտել, շատ մարտահրավերային process է եղել մեզ համար, որովհետև ստանդարտ ներդնել եւ ձևավորման պահին գոնե վստահ լինել, որ բազային գիտելիք աշխատողը ունի, ծառայողը ունի, որ կարողանա օգտվել այս ստանդարտից, բարդ process է եղել, բայց մենք ստանձնել ենք այս հանձնարարությունը, ընդ որում ունեցել ենք ծառայողներ, որոնք դուրս են մնացել process-ից, այսինքն եղել ենք օբյեկտիվ այս առումով եւ ունեցել ենք 100-ից ավել ծառայողներ, որոնք որ չեն հաղթահարել վերապատրաստումը եւ չեն նշանակվել ոստիկանության գվարդիայում։ Կարևոր էր այն, որ մենք մեր առջև խնդիր ունեինք, որ զուտ հավաքների սպասարկողից ոստիկանության գվարդիայի ծառայողը պիտի վերածվեր, տրանսֆորմացվեր հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովող ծառայողի, որի թիրախում կարող են լինել նաեւ հանցագործությունների կանխարգելման կամ բացահայտման դրվագները։ Եվ երբ որ մենք նայում ենք այսին բոլոր նշած ուղղություններով կատարված process-ին, տեսնում ենք, որ իրականում այդ տրանսֆորմացիան ունեցել են։ Իհարկե մեծ դաշտ կա դեռ աշխատանքի, որովհետև նորից մտածողության փոփոխություն, ուժային միջոցի գործադրման ստանդարտը նաև մարմնի հիշողության մաս դարձնել, որպեսզի չմտածես նույնիսկ ինչ պիտի անես այդ իրավիճակում։ Այնքան նստվածքը շատ լինի ճիշտ մեթոդով աշխատանքի, որ դու ավտոմատ մարմնի հիշողությունը ուղղակի քեզ թելադրի տվյալ պահին ինչ անես։ Այս ուղղությամբ ունենք աշխատանքի դաշտ, բայց մենք ֆիքսել ենք, որ նաև ունենք մի քանի 100 հանցագործություններ, որոնք բացահայտվել են հենց ոստիկանության գվարդիայի կողմից։ Այս ընթացքում տարբեր հավաքներ են սպասարկվել ուժային միջոցի գործադրման հետ կապված որևէ սուր իրավիճակ, գոնե թե մինչ այս բան մենք չենք արձանագրել։ Եվ այսպես շարունակ։ Տարվա կտրվածքով ամենամեծ ձեռքբերումը թերևս կհամարեի հենց ոստիկանության գվարդիայի ձևավորումը, բայց բնականաբար շատ փոփոխություններ եւս մենք ունեցել ենք այս առումով։ Իսկ ինչ չեք հասցրել թե վիզաների ազատականացում, թե մնացյալ թեմաներ, բայց ավելի շատ հաշվի առնելով հենց ռեֆորմային ուղղությունները, հենց գվարդիայի կտորը կառանձնացնեի, ինչ չենք հասցրել անել, ոչ թե չենք հասցրել անել, այլ ինչն է, որ դեռևս մենք նկատում ենք, որ բաց ունենք, մեծ բաց ունենք եւ պիտի հետեւողականորեն շարունակենք, խոսքս ոստիկանների կրթությանն է վերաբերում։ Մենք անցած տարի կենտրոնացել ենք ինստիտուցիոնալ լուծման վրա, այսինքն ձևավորել ենք ներքին գործերի նախարարության կրթահամալիրը, որը պատասխանատու է ամբողջ համակարգի կադրային պահանջարկի եւ սպասարկման համար, նկատի ունեմ բազային կրթություն, վերապատրաստումներ, բայց կարեւոր է, որ մենք պիտի շարունակենք եւ կատարելագործենք վերապատրաստման կոմպոնենտը մեր ծառայողներին։ Նկատի ունեմ պատրաստում, վերապատրաստում։ Մեր ծառայողները պիտի անընդհատ կրթական խողովակ վերադառնան։ Կլինի առաջխաղացում, կլինի կարգապահական խախտում, կլինի պաշտոնի իջեցում։ Ցանկացած իրավիճակում ծառայողը պիտի վերադառնա կրթական հաստատություն, կարողանա իր բացերը փակել, նորից հետ վերադառնա ծառայություն։ Այս ուղղությունն է, որը որ մենք ես դեռ համարում եմ, որ շատ աշխատանք ունենք դեռ տանելու, որովհետև երբ որ մենք խոսում ենք մտածողության փոփոխության մասին, պիտի այդտեղ էլ օգնենք ոստիկաններին։ Այսինքն մենք չենք կարող ակնկալել, որ մենք հայտարարում ենք, որ մտածողության փոփոխություն պիտի ունենանք, վաղը մեր ծառայողը կադապտացվի այդ իրավիճակին։ Իրեն պիտի օգնեն իր ղեկավարները, նախարարության ճիշտ քաղաքականությունը, նախարարության այո ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը, ով որ պիտի ճիշտ ռեակցիաներ տա, թելադրի նաեւ համակարգին, թե որ վարքագիծն է ընդունելի, որ վարքագիծը ընդունելի չէ։ Եվ ավելի մեղմ տարբերակով կրթական process-ով բնականաբար, որովհետեւ անընդհատ տարվա կտրվածքով դու պիտի անցնես վերապատրաստումների թոհուբոհով, որպեսզի կարողանաս վստահ լինել, որ հաջորդ տարին մեկնարկում ես ավելի լավ գիտելիքներով, բայց դրական առումով ես ուզում եմ արձանագրել, որ կրթական տարբեր փոփոխությունները եւս իրենց նպաստ են բերել, որպեսզի մենք նաեւ տեսնենք ոստիկանության աշխատանքի նկատմամբ հանրային վստահության աճ։ Մենք ունեցել ենք միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից վերջերս հրապարակված սոցիալական հարցման արդյունքներ, որտեղ որ նկատում ենք, որ ի տարբերություն 2025 թվականի հունիսին իրականացված հարցման, մենք ունեցել ենք տոկոսային առումով վստահության բարձրացում ոստիկանության նկատմամբ եւ այժմ այդ թիվը կազմում է 61%, նախկին 55%-ի փոխարեն եւ սրա կողքին նաեւ պիտի նշեմ, որ իջել է դժգոհողների ցուցանիշը։ Այսինքն 2025 թվականի հունիսին մենք ունեցել ենք ավելի մեծ տոկոսանություն դժգոհողների այս տեսանկյունից ոստիկանության աշխատանքի, քան այս պայծրությամբ ունենք։ Սա եւս կարեւոր է, որովհետեւ վստահության աճին զուգահեռ, եթե դժգոհողների թիվը պակասում է, կրկին դրական կարելի է գնահատել, մեր խնդիրն է ամրապնդել այս ցուցանիշը։ Այսինքն նկատի ունեմ մեր համար շատ թանկ ու կարևոր է հանրային վստահությունը։ Մեր բոլոր փոփոխություններն առհասարակ դրան են միտված։ Առհասարակ ոստիկանության ոլորտի բարեփոխումները մենք սկսել ենք հենց հանրության վստահության բարձրացման տրամաբանության մեջ,
ոստիկանի կերպարի փոփոխության տրամաբանության մեջ, եւ ես ուրախ եմ նշելու, որ այս տարի ավելի բարձր վստահության ցուցիչ ունենք եւ ամեն ինչ անելու ենք, որ այս թիվը նախ ամրապնդվի, երկրորդ տարին տարվա վրա մենք կարողանանք ավելի բարձր ցուցանիշ ունենալ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։